Դուք նայում եք, մենք սեն ժպտում ենք, բայց վերջին փորձությունը, որը վտանգավոր գոտի հասած երկու զույգերի համար է, մասնավորապես Նարեկ Դոնա, Վիվտաշ եւ Արման, հա, զույգերի համար է ընդհանրապես ծիծաղի հետ կապ չունի ու կարծում եմ մեր նախագծի ամենադժվար փորձություններից մեկն է։ Ու ամենահավես։ Իրականում ես ունեմ ընդամենը մեկ ֆոբիա, այս փորձությունը հենց իմ ֆոբիայի մասին է։ Ես հուսով եմ, որ մասնակիցները այդ ֆոբիան չեն ունենա, հատկապես տղաները։ Դրա համար առաջարկում ես պահին արդեն կանչենք դրանց։ Այո, արդեն նրանք գալիս են, արդեն տեսնում են, որ նրանք կարծես տեսել են, թե ինչ է տեղի ունենալու։ Բայց դա չէ, որ Արմանը ընդհանրապես էմոցիա չունի, ոնց որ միշտ եղել է նմանատիպ Խորությունը։ Ես երբ հոզած է։ Գալիս ենք, տեսնում եմ երկու հատ փոս, մեծ փոս, մեջը տենց արկղ, որը դագաղ է հիշացնում։ Հարց առաջանում չէ, ինչա տեղի ունենալու։ Ամեն ինչ պարզ է արդեն։ Ինչա պարզ է տակտիր աջան։ Ես գնում եմ։ Հա, բայց ես սրա տակ չէի ստորագրել։ Հա դու որոշել ես արդեն, հասկացա։ Ձեր զույգից ով է գնում։ Ըստ երևույթին ես մեռնեմ ձեր ջանին։ Այդ փոսերը տեսնելուց հետո մի անգամից ես մտածեցի, որ հենց ես եմ ելնելու, հա, Արամի զոհը։ Բացատրեմ ինչա տեղի ունենալու, որպեսզի մեր հեռուստադիտողն իմանա։ Այո, Արմանը եւ Նարեկը ճիշտ կռայեցին, իրենց գնալու մասին է այս փորձությունը։ Տղաները մտնելու են այս կարոպկաների մեջ, որի վրա լցվելու է հող։ Աղջիկներից որ մեկը առաջինը կարողացավ փորել, հանել իր ամուսնու փոսի մեջից, նայել, ճանաչվելու է հաղթող, իսկ մյուս զույգը գնալու է տուն։ Ահա Դոնան արդեն պատրաստվեց էմոցիոնալ ձևով։ Բնական է, էմոցիաները բնական են։ Ես մենակ եմ լսում, որ տղաները պետքա թաղվեն։ Ուրիշ ոչ մի բան այդ պահին չեմ լսում։ Ես գիտակցում եմ, որ ապահով է ամեն ինչ, իր հետ ոչ մի բան չի կարա լինի, բայց իմ ներսի անհանգստությունը, որ կարող է ինքը, չգիտեմ, ին պատճառով խեղդվի, չհասցնեմ ես իրան հանեմ, սկսում եմ անկախ ինձնից լացել պրոստը։ Այո, ես կարծում եմ, որ եթե ես ու Լիլոն հայտնվենք այս իրավիճակում, Լիլոն իմանալով ին ֆոբիան նույն զգացողություններ ունենալու։ Վիվտաշ։ Ես ճիշտ ասած այդ վախի զգացողությունը չեմ ունենում, մինչև չեմ անում։ Ես ընթացքում կհասկանամ այդ ինչքանով է ինձ համար վախենալու դժվար։ Չգիտեմ ինչքանով վախենալու կլինի, ինչքանով դժվար, բայց այս էմոցիաները, որ դուք այսօր կստանաք, հաստատ ամբողջ կյանքում չեն մոռացվելու, հատկապես ձեր տղաների կողմից չեն մոռացվելու։ Ստացվում է այնպես, որ հայկական իրականության մեջ նոր reality show-ի, սիրախաղ նախագծի առաջին զույգով կլքի, հա, մեր նախագիծը լքելու է մի հատ մեծ պատմությունը, որտեղ մենք ունեցել ենք այսօր ֆանտաստիկ օր, իսկ փակումը ամեն դեպքում մի փորձություն է, որը կարծում եմ շատ դրամատիկ, էմոցիոնալ, դժվար, ապրումային եւ ամեն դեպքում իր մեջ կա նաեւ սպորտը, որովհետեւ որևէ մեկը վերջում ճանաչում է հաղթող։ Տղաները կարող են ձեր հետ կապ ունենալ, մենք տալու ենք ռացիաներ, որպեսզի իրար շփվեք, իրար դուխ տաք, իրար ողջևորեք, որպեսզի իրար կապը չկորի։ Ամենավերջում է դուք էլ կարող եք ներսից օգնել, հա, բայց ամեն դեպքում մի քանի կարևոր կետ կա, որի մասին կուզեմ իմանաք։ Ներքևում դրված են բայեր, որոնք ինչպես տեսնում եք կողպեքներով կապված են։ Երբ որ տղաները մտնում են ներս, հողը լցվում է, փակվում է, հա, կափարիչը փակվում է, ներսի կողմից թուղթ է լինելու, որտեղ փոքրիկ հարցաշար կա, փորձություններ են, պետք է դու լուծես այդ հարցաշարը, որոնք յուրաքանչյուրի պատասխանը թիվ է։ Յուրաքանչյուրի պատասխանի ոնց որ վերջնական արդյունքը թիվ է։ Դու թվերը հերթականությամբ լուծելով ասում ես, որտեղ կան կողպեքի վրա թվեր, բացում եք, բահաձերն է ու գնացիք։ Շատ լավ։ Հուսով եմ մեր
Երկու հերոսները Արմանը եւ Նարեկը լավ են, այս բայց սկսվում է ավելի բարդ շրջան, որովհետեւ դուք պետք է անցնեք ձեր ամուսիններին, ձեր կողակիցներին, այն որ ասում է փրկելու գործընթացին։ Ոստեղ շատ կարևոր է լինելու նաև արագությունը։ Երեք հաշվից նախ եւ առաջ պետքա լուծեն ձեր կողակիցները խնդիրը, որը դրված է հենց փոսի ներսում, տախտակի վերևի մասում։ Պետքա ուղղակի թուղթը փոկեն, դուք այդ ամենը կուշեք, որովհետեւ վստահ չեմ, որ իմ ձայնը այնտեղ լսվում է։ Թվերը շատ կարևոր է, որ հերթականությամբ շարեք, որովհետեւ այդպես է կողպեքի կոդը։ Հիշեցնեմ, որ հաղթում է այն մասնակիցը, ում ամուսինը առաջինը դուրս կգա փոսից եւ կկանգնի գետնի վրա։ Հնարավոր է շատ մոտ լինեք իրար։ Հիշեցնում եմ կանոնը։ Հաղթում է այն զույգը, ում ամուսինը առաջինը կկանգնի գետնին։ Պատրաստ 1, 2, գնաց։ Գնաց, դավայ, այդտեղ թուղթ կա, պիտի փոկես ու հերթով շատ կարևոր որ հերթականությունով ասես այդ բաները, թվերը։ Բավական։ Քանի օղակ կա օլիմպիական խաղերի խորհրդանիշում։ 3 Քանի խաղացող կա բասկետբոլի թիմում։ Չգիտեմ։ Կյանք մի հատ հարցերը կարդա։ Այ մի հատ մտածի այդ հարցերը թվեր ասա գրեմ։ Քանի ոտք ունի սարդը։ 6 նար։ Առաջինը քանի օղակ կա օլիմպիական խաղերի խորհրդանիշում։ 5 Քանի աշխարհամաս կա։ 6 Երրորդ հարցը Չորրորդը քանի խաղացող կա բասկետբոլի թիմում։ Էդի երրորդն է թե չորրորդը։ Չորրորդն է։ Երրորդը քանի մայրցամաք կա։ Մայրացամաքը երրորդն է։ Հա, չի լսվում ձենես։ Արմ Հա, մի հատ լսի առանց գոռալու երրորդը մայրացամաքն է հարցը։ Հա, քանի մայրցամաք կա, երրորդը։ 5 Իսկ վերջի հարցը Իսկ վերջին հարցը քանի խաղացող կա բասկետբոլի թիմում։ Ես շատ գիտեմ, չգիտեմ։ դեմ ես այդ հարցը։ Ուրեմն խնդիրը նրանում էր, որ հարցը լսում եմ, կողպեկը պետքա բացեմ, բայց չեմ կարողam լարված եմ, չեմ զգում ոչ մի բան։ Երրորդ հարցը Քանի վայրկյան կա 1 րոպեի 10-րդ մասում։ նորից այն հերթականությամբ հարցերը ասա սխալ է կոդը։ Առաջինը քանի օղակ կա օլիմպիական խաղերի խորհրդանիշում։ Էդի 5 երկրորդը Վերջի հարցը։ Որ աստիճանում է սառում ջուրը։ 0 Երկրորդը քանի ուղիղ անկյուն ունի քառակուսին։ Արմ երրորդ հարցը ասա։ Քանի մայրցամաք կա։ Թողածա երրորդ Հարցը նորից ասա։ Երրորդ հարցը նորից եմ կրկնում, քանի մայրցամաք կա։ 6 Արևը սարագացրա էլի։ Հա, բացել եմ, всё, օքեյ։ Կարող է սխալ եմ ստեղ դրել։ Արմ երրորդ հարցը ասա։ Կյանքը սարագ էլի օթել չի հերիքում։ Ո՞ց։ Բայց չի բացվում։ Ես տեսնում եմ, որ Դոնան արդեն փորում է ու իմ մոտ այն պանիկան, որ կար, երևի չգիտեմ, քառապատկվեց, ինչ եղավ, լրիվ ինձ կորցրեցի։ Կյանք լուրջ եմ ասում, արդեն շուտ արա։ Արագ։ Քիչ արագ իստաշ։ Ես ամբողջ ուժերս հավաքած, ավազը այս կողմ են կողմ եմ անում։ Բան էր աջողում։ Հարքը շատ։ Կյանքս իմ կողմից էլ աշխատի մի քիչ, մենակ մեջտեղը չէ։ Շատ ճիշտ ես աշխատում, ապրես, դավայ, արագ։ Shit. Կատակա, ժողովուրդ, կատակա։
Ես ահագին ժամանակ արդեն ներսում եմ ու սկսում եմ լարվել ու չնայած դրան հասկանում եմ, որ միակ հույսս Դոնանա ու սկսում եմ իրան դուխ տալ։ Վերես ես քեզ շատ եմ սիրում, դավայ արագացրա, բայց արդեն դժվար է արագացրա։ Արսուս։ Երբ որ սկսում եմ փորել, զգում եմ, որ հոգեպես պատրաստ չեմ, բայց ուժերս հավաքում եմ, որովհետև պետք է անեմ։ Օլի վրեսա կանգնես։ Ճանք վրես չկանգնես էլի, աշխատի կողից անես, վրես աշխատի մի կանգնի։ Թաղում սա ոչ ստանդարտ։ Կյանքս էլ այն ոտերի մեջտեղի մասն էլ թեթև սրա վապշը չի հելնում։ Դիտեն տասի չհանձնես։ Արդեն փորում եմ ու տեսնում եմ սպիտակ այդ կափարիչը երևում է, բայց ես հանձնվել եմ, էլ ուժ չկա մեջս, էլ չեմ կարում պրոստը։ Ամենակարևորը վերջն է, պետք է չհանձնվես։ Ոչ բահն էլի արժեցքում, ոչ հողն էի զգում, ոչ ինձ էի զգում, ոչ մարմինս, ոչ մի բան։ Սերս հավատում եմ քեզ, դավայ, արագացրա։ Այն մեջտեղի կոմերից էլ կյանքս թեթևացա ու կարենա բրտեմ չի գնում վապշ։ Չես հանձնում Վիվտար։ Ու աշխատի վրես չկանգնես, որ կարենա։ Վիվտար մի հանձնվի ուղիղ պահի բահը, ուղիղ։ Այո։ Ահա։ Ապրես, արա։ Դոնա ինչպես ես։ Մի տրտնջա, վիզդիր։ Ահագին աշխատանք։ Ես դեռ չեմ մահացել։ Դավայ, չկանգնես։ Ստիքաշեն։ Ես հավատում եմ քեզ, դավայ դու ուժեղ ես, կյանք դու ամենաուժեղն ես, աշխարհի ամենաուժեղն ես, կյանք։ Չէ։ Հələ էլի Դոնա։ Դե եմ ասում, վիզդիր։ Տեսնում եմ, որ Դոնան բավականին առաջ է ինձանից, պահի տակ ուզում եմ հանձնվել, հետո նորից ինձ հավաքում եմ, բայց ես հասկանում եմ, որ Դոնան շատ ավելի շատ է ուզում անի դա, քան ես։ Դավայ, մաչրի այդ կողքից։ Կողքից մաչրի։ Մաչրի կողքից։ Սասկա։ Մաչրի կողքից։ Մաքրում եմ։ Դավայ։ Մեջտեղից չի հելնում։ Մեջտեղից։ Օդը արդեն չի հերիքում ու արդեն ներվայնացած ֆոն է մոտս ու արդեն չգիտեմ ես ձեռքերով բարձրացնեմ, բա որ ջարդվի ու ամբողջ հողը վրեզ լցվի ու այսպես մի հատ նոպայ է մոտս սկսում։ Ես խաղաթղթերով եմ զբաղվում, հույս ունենալով, որ սա վերջին անգամը չի։ Կյանք։ Սպասի։ Գաղվա չմահանամ, հնարավորություն ունենամ շարունակելու մասնագիտությունս։ Նայ փորձի։ Ինքը հետ է գալի, ժողովուրդ։ Դավայ։ Ես կողքն է կյանք։ Արմ կարած բացես, Գլխավերևից աչ կոմը։ արմ կարած բացես։ Աջան, բացեմ։ Արմ բացի։ Տեսա, որ Նարեկը դուրս է գալիս, արդեն հավաքեցի ինձ ու բղավում եմ, որ Արման դուրս արի, վերջի հույսս ոչ թե ես էի, այլ Արմանը, որ ինքը դուրս կգա։ Չեմ կարա բացեմ։ Բրդի։ Կացինան հել։ Դավայ։ Չեմ կարող։ Հել, շուտ հել։ Կարևոր է։ Բացացեք էսի ոտով եմ պահել։ Արման հելի։ Բացացա։ Արման։ Արա չեմ կարա բացեմ, կամերա։
Ծաներա։ Բարձացրեք էսի ոտով եմ պահել։ Բարձացրա։ Արդեն վերջն է, զգում եմ, որ կեսը բացել եմ, լսում եմ, որ Նարեկը վրես գոռում է, ես էլ իրա վրա եմ գոռում։ Ու մաքսիմալ սենց ուժերս հավաքել եմ, որ քաշեմ այդ կափարիչը բացեմ։ Դանայ։ Եվ Ծաներա, չեմ կարա բաց։ վերջ։ Մենք դա արեցինք։ Չէ, կյանքս։ Դա դու արեցիր։ Եվ վերջ։ Տեսա, որ Նարեկը դուրս եկավ, այդ պայն հասկացա, որ պարտվել ենք, մի հատ խորը հիասթափություն ապրեցի։ Բայց հիմա պետք է հանես Արմանի վիվտաշ, պետք է շարունակես։ Ես մահացա աչքիս։ Տուն։ Էյան։ Հարիրարդ քաշենք այս թելը։ Աշուշ կտրվե ժողովուրդ։ Արմ լավ ես։ Ես լավ եմ, բայց մահացել եմ։ Թելը շարունակում եք։ Չէ, վсё, Նարեկը դուրս է եկել։ Ժողովուրդ, հանեք չեմ կամի։ Պասիա։ Կարասեմ չբացես։ Աշխարհան ուժ է։ Ուժ է սրագի։ Ուժը խաղի թողի։ Բայց հել։ Արմա ոտերով բրդի։ Բրդի։ Դավա մի քիչ։ Կափարիչը բացում եմ ու տեսնում եմ, որ Նարեկն է ինձ հանում ու այդ ժամանակ հասկանում եմ, որ մենք պարտվել ենք։ Խաղի ամենասկզբում ձեր հուզմունքը ձեր դեմ դուրս եկավ, որտեղ եթե քանի անկյուն ունի քառակուսին, քառակուսինքը 4 է, այսինքն Ես ասեցի։ դու էլ պետք է հուշեիր, էլի, Դες 4, հետո կրկնվեցիք, էլ չասեցի։ նկատի ունեմ, Հուզմունքը, այստեղ հուզմունքն է նկատի ունեմ խանգարել։ թիմային չէ, այստեղ Նարեկն էլ էր հուշում, դու ասում էիր, պատասխանը չէիր ասում, էլի։ Դժվար էր, էմոցիոնալ շատ դժվար էր, բայց Եվ ֆիզիկապես էր դժվար, եւ էմոցիոնալ էր դժվար։ երկու զույգերի մեջ էլ եղել է ցենց ֆանտաստիկ մի հատ ապրում է, ես զգացի, որ Վիվտաշի մոտ Ռուսայի մի հատ բար կա, պանիսկի ատակա կոչվում, որ ցենց ստոպ էր եղել ուղղակի։ Ես Նարեկին ու Դոնային շնորհավորում եմ այս ֆանտաստիկ աշխատանքի հաղթանակի շնորհիվ դուք հասնում եք հաջորդ փուլ, իրոք շնորհավորում եմ ձեզ։ Շնորհավորում եմ եւս մեկ անգամ։ Ապրեք։ Վիվտաշի ու Արմանի համար մի հատ հետաքրքիր պահ կա։ Դուք գիտեք, չէ՞, որ մարզական աշխարհում հասկացողություն կա, որ երբ քեզ հաղթող մրցակիցը, հա, պարտվում է, դու շանս ունես շարունակելու պայքարը երրորդ տեղի համար։ Առաջին մեր փուլը այնպեսի մի հատ փուլ է, այնպեսի մի հատ ընթացք է, որ ամբողջ կարծես մի նախագիծ ներառված է ընդհանրապես առաջի սերիայում։ Երկրորդ էպիզոդի վերջում կախված իրավիճակից դուք արդեն եթերից կիմանաք, դուք հնարավորություն կունենաք վերադառնալու նախագիծ թե ոչ։ Դա այս պայն այդ փակագծերը չեն բացի, բայց ամեն դեպքում ուզում եմ իմանալ, որ այս պայն դուք լքում եք նախագիծը, բայց ունեք հնարավորություն վերադառնալու երրորդից։ Դա կախված կլինի Սիրախաղ նախագծի երկրորդ էպիզոդի վերջից։ Դա արդեն մեր հեռուստադիտողներն կիմանա էպիզոդի ժամանակ, ես ավելի կոնկրետ կբացատրեմ։ Իսկ այս պահին ամեն դեպքում մենք, քանի որ դուք լքում եք, այս պահին լքել եք ու հնարավոր է չվերադառնաք,
Իրականում ձեզ շնորհակալ ենք ձեր յուրահատուկ զույգի համար ու ինչպես ամբողջ նախագծի մասնակիցներն ասացին, անհատապես ամենաուժեղ զույգն եք։ Այստեղ հստակ ուժի հարց էր, այստեղ դուք տրվեցիք էմոցիաներին։ Էմոցիաները հաղթեց ձեզ, դե մեկը մասնակիցն, մասնակիցը այնքան էմոցիա ունի, որ չգիտի այդ էմոցիաները հետ ինչ անի, մյուսը լոգի հողի տակ էր։ Մահացած է։ Բայց վստահ եմ, որ հաստատ այս էմոցիաները կհիշեք ամբողջ կյանքում։ Իվտաշ չես մոռանա քո թռիչքը։ Հա։ Դե սպորտության մասին էլ չասեմ։ Մենք պարտվեցինք, բայց ուզում եմ արու իմանաս, որ ամեն ինչ արեցի։ Մի հուզվի։ Ես գիտեմ, որ դու ավելին կարող էիր, բայց ուզում եմ իմանաս, որ թե հաղթանակի մեջ, թե պարտության մեջ մենք միասին ենք։ Տենսիերներս մենք արդեն 5 զույգերով շարունակում ենք մեր նախագիծը, ինչպես նշեցի, այս պահին ավարտված է Վիրտաշի եւ Արմանի համար մեր նախագիծը, բայց ամեն ինչ դեռ ավարտված չէ։ Կրկուն պատճում եմ ձեզ։ Պականեր։ Ապրեք։ Իրականում շատ լավ մթնոլորտ է, այս ամեն ինչին շատ է դուր գալի, բայց որ հիշում եմ այսօր երեկոյան պետք է հիշվում եկը դուրս գա քվեարկենք, սա արսափում եմ։ Խառնելու եմ նկարները, ռանդոմ ընտրամ, չգիտեմ։ Հա, երևի մենք հետ ենք ծանենք։ Էլի կասում եմ ինչ։ Բայց տեսնես ով է հաղթելու, Վիվտաշենք թե Դոնեն։ Ինձ թվում է Վիվտաշն ու Արման ենք ախպեր, Վիվտաշն ու Արման են հաղթելու։ Չես կարող ասես։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ողջույն։ Ասում եմ, դուք չգիտեք ինչ օրն եք գցած եք քվեարկությամբ մեր 4 մասնակիցներին։ Ոնց եք։ Շատ լավ։ Անհանգիստ։ Անտիր։ Մտածմունքներով։ Աննայ թե դու էմոցիաները փոխանցի ինչ էր կատարվում։ Վայ, այնտեղ ինչ կատարվում էր, մենակ մասնակիցները ձեզ կպատմեն ու կասեն, մեկ էլ երբ որ եթերը տեսնեք, դուք վերակրեք այդ էմոցիաները, բայց ինձ ուրիշ բան է հիմա հետաքրքիր։ Ինչ եք կարծում, ով այսօր վերադառնալու նախագիծ։ Ինձ թվում է Արմանն ու Վիվտաշը ամեն դեպքում իրանք շատ ուժեղ մրցակից էին երևում էլի։ Դե Արմանն ու Վիվտաշը հենց որպես ուժեղ մրցակից էլ ուղարկվել են որպես։ Ով չի քվեարկել իրանց դեմ բոլորդ եք քվեարկել։ Հենց Նարեկն ու Դոնան չեն քվեարկել։ Հա, Նարեկն ու Դոն, այսինքն դուք բոլորդ քվեարկել եք Արմանի Վիվտաշի դեմ որպես ուժեղ մրցակից, այսինքն ձեր հույսերն էր, որ Նարեկն ու Դոնան այս փորձությամբ իրանց կհաղթեն ու ձեր գործը կթեթևանա։ Բայց ես մեծ կասկածում եմ, որ Ճիշտ հակառակն ա եղել, իրանք հաղթել են ու մենք հիմա նորից պետք է իրանց քվեարկենք աչքից։ Չգիտեմ, հիմա ես հարց ունեմ, ըստ ձեզ դա սրիկայություն չի, որ հենց առաջի հաղորդմանը դուք ամենաուժեղ մասնակցի դեմ եք քվեարկում։ Թե դա ճիշտ ռազմավարություն է, ոնց կասեք դա։ Ճիշտ ռազմավարություն թե սրիկայություն։ Ամեն դեպքում։ Ցենք նրանից, որ ինձ թվում է դա պայմանավորված բան չի եղել, դա տենց Լավ, ես հարց ունեմ։ Դուք ձեր մեջ պայմանավորվել եք։ Նույնիսկ դուք։ Զույգով, ամուսիններով։ Զույգերով, այո, իհարկե քննարկել են։ Դե ուրեմն փաստորեն Արմանն ու Վիվտաշը իսկապես շատ ուժեղ մրցակիցներ են եղել, որովհետև բոլորդ էլ հենց իրանց է քվեարկել առանց կոալիցիա կազմելու պայմանավորվելու, ոնց ասում եք։ Շատ էմոցիոնալ է եղել։ Սենց ասեմ։ Այն զույգով որ պարտվել է, հարցը ստեղ ուժը կամ ոչ ուժը չի եղել, որտեղ ամենասկզբում էմոցիոնալ ստուպր հասկացողություն կա, աղջիկներից մեկի մոտ, սենց քարացել էր ինքը։ Թե Վիվտաշն եղել թե Դոնան, դուք կզգաք արդեն Կզգաք, երբ տեսնեք նրանց։ հաղթողներին, որտեղ այո, այն զույգով որ պարտվել է, մենք նրանց արդեն հրաժեշտ ենք տվել, չնայած կա մի հատ վատ վերսիա ձեզ համար, հնարավորություն կա, որ նրանք հնարավոր է կարողանան վերադառնալ նախագիծ։ Բայց որ վերադարձան է, բայց որ վերադարձան։ Բայց ալի չխոսենք նրա մասին, էլի, հա։ Դա թողենք քիչ անց, իսկ հիմա Arm Games սիրախաղ նախագծի առաջին փուլի վտանգավոր գոտում հայտնված առաջին հաղթող զույգը Նարեկ Դոնա։ Մենք վերադարձանք ու ժողովուրդ
Դե բռնվեք, դե բռնվեք։ Ֆանտաստիկ հաղթանակ է տարել։ Մենք շուտ հանձնվողներից չենք։ Ինչ անենք։ Ուժեղս ներկայացնում եմ իմ ուժեղը։ Ապրեք։ Ճիշտ ասած մտածում էինք, որ Վիվտաշ Արման Զույգը պիտի հաղթի։ Խաղային տեսանկյունից ինչ որտեղ լավ է, որ իրանք դուրս են մնացել, շատ ուժեղ մրցակից է, բայց տխուր ենք էլի ամեն դեպքում, որ չենք տեսնելու իրանք նախագծում, շատ ափսոս։ Ես չգիտեմ դուք ուրախ եք, որ Արմանն ու Վիվտաշն են դուրս մնացել, թե որ Նարեկն ու Դոնանը ետ եկել։ Չէ, որովհետև Դոնան շատ էր կասկածում, որ ինքը կկարողանա հաղթել։ Շատ ուրախ ենք, որ Մալադես։ Դոնան ցույց չէր տալիս իր ուժերը պրոստը։ Նայեք, խնդիրն էր, որ խաղի սկզբում կար փոքրիկ հարցաշար, Վիվտաշի մոտ ստուպր եղավ էմոցիոնալ, պրոստը։ Չկար կոնտակտ չէին զգում իրար հետ ու դրա արդյունքում Դոնան առաջ անցնում ու սենց Վիվտաշը հանձնվել էր։ Վերջում, սենց ասեմ, այն վիճակն էր Վիվտաշի մոտ, որ Նարեկը տանջված տակից դուրս էր գա, ես ու Նարեկն ենք անել։ Իրականում շատ դժվար է, թվում է թե կարող է ուղղակի փորում ես, բայց դաժան է, որովհետև շատ ծանր էր նախ բահը, հետո էլ դե ես կյանքում չէի փորել, փոս չէի փորել։ Մի հատ հարց տանք, էլի Նարեկ ջան, ամեն դեպքում դու քեզ զգացիր գետնի տակ, էլի, մի հատ զգացումներն ասա, էլի։ Իրականում տեսեք, ես միշտ տեսել եմ այդ ամեն ինչը, բայց որ զգամ, դա լրիվ ուրիշ անբացատրելի զգացում է, էլի, նամանավանդ այդ հողի տղդղկոցը, որ գալիս է վեր հետ, ահա որ է։ Գնացիր են աշխարհ հետ եկա։ Գնացել եմ հետ եմ եկել, հա։ Ամեն դեպքում այսօր սպասում են հավես փորձություններ։ Շատ հավես փորձություններ համ աղջիկների, համ տղաների համար հավասար։ Տեսնենք ինչ կլինի, ես առաջարկում եմ, որ առաջինը փորձությանը գնան տղաները։ Այսինքն աղջիկներն գնան քվեարկության։ Այո, աղջիկները նորից կգնան քվեարկության զոնա, տղաները կպատրաստվեն խաղին, բայց ես նորից ուզում եմ հիշեցնել մի շատ կարևոր բան, որ այս ընկերությունը այսօր երեկոյան կունենա գոնե ինչ-որ մի փուլային ավարտ, այո, որովհետև դուք նորից ունենալու եք քվեարկություն միմյանց դեմ։ Եվ նորից լավագույն արդյունք ունեցողն ունի իմունիտետ, վատագույնը միանգամից գնում է վտանգավոր գոտի։ Դե մյուս մասնակիցները կընտրեք քվեարկության։ Աղջիկների հետ տեղափոխվենք խաղադրույքի զոնա։ Ես էլ տղաների հետ գնամ պատրաստվեմ խաղին։ Գնացինք։ Մենք ունենալու ենք մեր նախագծի ամենահավես պայրից մեկը, որտեղ դուք պետք է խաղադրույք կատարեք, ասեմ, որ շատ բարդ փորձություն չի սպասվում ձեր ամուսիններին։ Ի տարբերություն հետո ձեզ։ Լավ չի, ինչպես միշտ։ Դե վերջում օրինակ ինձ թվում է ամեն դեպքում Դոնայի, Նարեկի դեպքում Նարեկի համար ավելի դժվար էր։ Չէ, Նարեկ ուղղակի պարկած էր, ես էի ծանր փորում։ Այդ քո ֆոբիաներն են խոսում։ Հասկացա, ճիշտ ես ասում, ես այո, փակտարության ֆոբիա ունեմ։ Ինչևէ, մեր նպատակն է հիմա նորից ունենալով 200 քոին, նախ սկզբում որոշել ինչքան եք դնելու։ Խնդրեմ հիմա մինչև մենք անցնենք զրույցի, դուք այդ որոշումը կայացրեք։ Ոնց որ անցած անգամ։ Նայեք, դժվար փորձության չեն ենթարկվելու, այն առումով, որ էմոցիաներ կամ, այսպես ասած, ֆոբիաներ չկան, բայց ամեն դեպքում մրցակցային է լինելու, ես ձեզ ուզում եմ զգուշացնել եւ կապ է ունենալու բալանսի հետ։ Դրանք խաղադրույք կատարելուց հիշեք ձեր ամուսնու, ձեր կողակցի մրցակցային լինելը եւ նաեւ ինչքան է նա բալանսավորված։ Նախ հիշեցնեմ խաղադրույքի կանոնները, մի փոքր փոխվել է։ Անցյալ անգամ վերջին հորիզոնականը միավոր չուներ, այս անգամ ունի։ Առաջին բոքսը դա առաջին հորիզոնականն է, երբ դուք դնում եք առաջին եւ ձեր կողակից առաջին հորիզոնական է գրավում, դաբլվում է։ Երկրորդ բոքսում դա երկրորդ եւ երրորդ հորիզոնականներն են, ձեր միավորը մնում է նույնը։ 3-ը, 4 եւ 5 տեղերն կիսվում են։ Նորից հիշեցնում եմ, որ այդքան կարևոր չի թե որտեղ կգրավի ձեր կողակիցը։ Ավելի կարևոր է թե դուք կկռահեք, թե որտեղ կգրավի ձեր ամուսինը։ Ամեն դեպքում, մինչ անցնում են խաղադրույք կատարելուն, ասեմ, որ համբերության հետ էլ է կապված փորձությունը։ Դա էլ հաշվի առեք։ Գնալով բարդացավ։ Անպայման։ Միլա, ձեր որոշումը։ Հիշեցնեմ, որ
այդքան կարևոր չի, թե որտեղ է կզբաղեցնի քո կողակիցը։ Ավելի կարևոր է, թե դու կկրահես, թե որտեղ կզբաղեցնի քո ամուսինը։ Ես մեր քոյները հավասար կիսեցի եւ շատ բարդ է այս պահին խաղադրույք կատարելը, բայց ես երկրորդ զոնայում կդնեմ 100 քոյն։ Կամ երկրորդ, կամ երրորդ հորիզոնական։ Շատ լավ։ Դոնա դու ասել ես, որ նյարդային է կողակիցդ, նաև նոր ասացիր, որ գերագնահատել ես։ Գերագնահատել եմ ուժային առումով զուտ, բայց ես վստահ եմ, որ ինքը անցած խաղը հաշվի առնելով ամեն ինչ կանի, որ գոնե չմնա վերջինը, հուսամ։ Ամեն դեպքում չեմ ուզում թերագնահատեմ ու կդնեմ, ռիսկի չեմ գնա առաջին, բայց հավասար կիսելով քոյնները կդնեմ երկրորդ կամ երրորդի վրա։ Okay. Աննա, վստահ եմ, որ եղել է, որ վեճ եղել է ձեր մեջ, գոնե թե։ Ամեն օր։ Ինչպես է դեն դասավորում վեճի ժամանակ արամազդը։ Իրականում նայած իրավիճակ, նայած վեճ, բայց ավելի հանգիստ, մեր պարագայում ինքն է ավելի խաղաղեցնողը։ Դրա համար անսահման ուզում եմ առաջինի վրա, բայց չգիտեմ, չեմ էլ ուզում ռիսկի գնամ։ Եթե դու չդնես առաջին նորից դնես 2-3, արդեն 3-ից մեկը սխալվելու է ամեն դեպքում։ Հələ չգիտեմ, ստեղ ինչ է կատարվում։ Մրցակցությունը շատ կարևոր է, բալանս եւ համբերություն։ Օպա։ Սերի հեռուստադիտող Աննան դրեց, ասում եմ, գնում եմ վաբանկ, all-in։ Դրեց առաջին հորիզոնականը, ինձ շատ հետաքրքիր է սպահը։ Նաև ես ուզում եմ տեսնեմ, որևէ մեկը կդնի 4 կամ 5-րդ հորիզոնական։ Չէ, իմ Արտուրը դժվար 4-5 գրավի, ես էլ կդնեմ երկրորդ, երրորդ։ Գիտակցում եմ, որ վсё-таки որոշ մարդիկ ծերտ են մնալու երկրորդ, երրորդից, բայց ինձ թվում է կաշխատի։ Իսկ ձեր վեճերի ժամանակ ոնց է իրան դրսևորում Արտուրը։ Նա այդ ժամանակ ինքն էլ ավելի շատ հանդարտեցնողը, դե մեր վեճերում ավելի շատ իմ գործոնն է, էլի վեճերի։ Դու ես վիճում, քո հետ ու իր հետ, հա, երկուսիդ հետ վիճում ես դու։ Հասկացանք։ Լիլ։ Այ վեճերի մասով երկուսս էլ շատ բուրն ենք արձագանքում ու շատ դժվար է իրականացնել։ Երրորդ ուրեմն երրորդ բոքս, ճիշտ է, երրորդ բոքսն է Լիլ։ Ես խորհուրդ եմ տալիս։ Իրականում 80 քոին եմ վերցրել Հովոյի վրա ստավկա դնելու համար, որ մի քիչ շատ ունենանք հետո։ Քո վրա ես դու ավելի շատ ուզում որ։ Իմ վրա եմ վստահ։ Բայց չեմ մտածում 4-րդ, մտածում եմ 3-րդ, բայց ոչ առաջին կամ երկրորդ, որովհետև համ բալանսի մասով վստահ չեմ, բայց քանի որ սիրում է խաղալ ու մրցակցային եմ, մտածում եմ կդիմանա մի քիչ։ Okay։ Հիշում եք չէ, որ ես ասացի դիր երրորդ, ինքը դրեց երկրորդ։ Եթե ինքը ճիշտ է լինում, դուք ինձ դա կհիշացնեք, եթե ես եմ ճիշտ լինում, ես անպայման կհիշացնեմ։ Քո մի բան գիտես արդեն։ Չէ։ Դեռ խաղը ավելին ասեմ, ես հիմա գնում եմ խաղային զոնա։ Ասեմ, որ սիրելի հեռուստադիտող, մենք հեռախոսները հավաքում ենք երկուսի, որ նրանք չկարողանան միմյանց հուշել։ Ձեզ թողեմ մենակ ստեղ, ես գնամ խաղային զոնա։ Դուք մնում եք այստեղ, սպասում եք, դեռ։ Մենք ձեզ կկանչենք։ Ահա, աղջիկները խաղադրույքներն արեցին, ասեմ, որ ես էլ չգիտեմ, թե ինչ խաղադրույքներ են արել, մենք արդեն եկել ենք, որպեսզի տղաներն անցնեն փորձության միջով, բայց շատ cute, շատ պուպուշ, վալենտինյան տրամադրություն է մեզ մոտ, ես կասեի, որ Այսպեսի խաղ է, էլի։ Այո, ես կասեի, որ սա ավելի աղջիկներին է համապատասխան, բայց ասենք, թե ինչու ենք որոշել, որ հենց տղաները պետք է անցնեն այս փորձության միջով, ասեմ ինչու։ Դավայցի։ Ես իհարկե համաձայն չեմ, բայց ընդունված է համարել, որ տան հարաբերությունների ու ընտանիքի հավասարակշռությունը կնոջ ձեռքում է, տենց էլ կա։ Կնոջ ուսերի վրա է, բայց
ամուր հարաբերությունները մի հոգով չի որ կառուցվում է, այնպես որ այսօր փոխվել եք տեղերով ու պետք է ցույց տաք, որ դուք տղամարդիկ եւս ունակ եք համբերություն, հավասարակշռություն ու բալանս ցուցաբերել։ Ամեն ինչ ասեց Անահիտը, բայց ես ուզում եմ որ դուք իմանաք, բավականին բարդ խաղ է սպասվում մեզ։ Եկեք բացատրեմ խաղը։ Խաղի համար դուք ունեք 10 րոպե ժամանակ։ 10 րոպե ընթացքում ով առավելագույնը հավաքեց, նա է ճանաչվում է հաղթող ու այդպես հերթականությամբ։ Բայց եթե որևէ մասնակից մինչև այդ ավարտում է, նա այսպես թե այնպես հաղթում է։ Պարզ է։ Հա ու հիշեք, որ այստեղ կարևոր չի, որ դուք հաղթեք, այլ կարևոր է, որ աշխատի ձեր խաղադրույքը։ Այո, ձեր կողակցի դրած խաղադրույքը համընկնի ձեր գրաված տեղի հետ։ Հիմա մատ ես խնդրում եմ բոլորս մատ սրտիկ սենց անենք էլի։ Կամ ոնց ուզում ա տես թողանի։ Գնաց, արեք ու կանգնեք, էլի տենց, այդտենց։ Բայց հիմա կամերա այդն արեք, էլի կամերա արեք։ Գնաց, Ոչ եք սենց չի ան։ Okay, պատրաստ։ 1 2 գնացինք։ Տամեն մեկի ռազմավարություն։ Առաջինը գնաց։ Շատ հանգիստ է տրամադրված։ Ես չհասկացա նույնիսկ խովում ինչ էր նայել։ Ահա։ Ասեմ իմանաս։ Երկրորդը գնաց։ Բարդ։ Հանգիստ։ Սղում է։ Կարա բոլորը հավաքի ու թափվի։ Օհո։ Եվ վերջ։ Բարդ է։ Հələ։ Փողոզգում ես որ բարդ խաղա։ Բարդ խաղա։ Բարդերի բարդն է։ Թվացյալ շատ հեշտ խաղա, բայց շատ բարդ։ Ի սկզբանե թվում է թե ոչ մի բան չկանելու, բայց լիքը բան կանելու։ Նարեկ ջան, շատ Առնում է, ոնց որ։ Նարեկ ինչ ես կարծում, քո կողակիցը ինչ խաղադրույք է կատարել քեզ վրա։ Երկրորդ, երրորդ։ Առաջին չի դրել։ Չէ։ Այսինքն եթե դու հաղթող լինես, ամեն ինչ անելուց որ չհաղթես։ Չէ։ Այ քեզ բան, լավ հիմա բոլոր տղաներին եմ հարց տալիս, ով է մտածում, որ իր կինը խաղադրույք է արել, որ կլինի առաջինը։ Ինձ թվում է նայած ոնց եք դուք մեր կանանց տրամադրե։ Անահիտ ջան, առաջինը կանոնից հետո էլ կարելի է այդպես բաներ չգուշակել։ Արամած դու ինչ կասես։ Կարծում եմ որ դրել է առաջինը։ Ու ես որ հեսա շուռ եմ տալի։ Դու պետքա process լինել առաջինը այդ դեպքում։ Ասեմ որ այսօր նույնիսկ միավոր ունի վերջին հորիզոնականը։ Ես էլի այսինքն։ Չեմ կարող ասել, բայց ես համ սկզբում, համ խաղի ընթացքում տեմպս մի փոքր դանդաղեցնում եմ, որովհետև վստահ է, որ Լիլիթը առաջ տեղ չի տնի։ Այ շատ հետաքրքիր է հիմա ձեր կանանց սիրտը ոնց է բաբախում։ Կանանց չգիտեմ, բայց իմ սիրտը բեսամ բաբախում է հենց հիմա։ Ես ուշադրություն եմ դարձնում, որ Նարեկը իր սիրտը դրել էր վզի տակ։ Այս պահին ես տեսնում եմ, որ առջևում են Արամազդա եւ Նարեկը։ Գիտեմ, որ Աննան առաջի դրած կլինի, դրա համար պետք է հաղթեմ։ Սիրելի տղաներ, ուզում եմ ձեզ ասել, որ ձեր կանայք բոլորը երկու խաղադրույք հստակ չեն դրել։ Երկու տեղ չի նշվել։ Հալելույա։ Ես ուշադրություն եմ դարձնում Արամազդը արդեն գլխի վրա է տանում։ Հալելույա, հալելույա։ Սրտիկը դրել եմ գլխիս, ոնց որ աննեից գլխից դրած տանեմ։ Արամազդը եւ Նարեկը առաջին հորիզոնակոնով են գնում։ Ուղիղ խաղի կեսը արդեն գնացել է։ 5 րոպե տղաները աշխատում են իրենց սրտերի հետ։ Այո, սկսում է բարթանալ։ Ժորժ ջան։ Բարթանալը որն է ձեռներս դողում է։ Նարեկը, Արամազդը, հիմա կհասկանանք Նարեկը գրավի առաջին հորիզոնական, թե Արամազդը։ Արամազդ, լսում եմ, լսում։ Ամբողջովին հետ գնաս, շատ լավ։ նոր ես դա կհամարեմ խաղի ավարտ։ Հիմա հասկանանք Նարեկը թե Արամազդը։ Ուշադրություն։ Ուշադրություն։ Նարեկը կարող է հասնել Արամազդին։ Նարեկը չգիտի իր կինը ինչ խաղադրույք է կատարել իր վրա։ Հովոն էլ ավարտեց։
Առաջին հորիզոնական արամաստ։ Երկրորդ հորիզոնական Հովո, երրորդ հորիզոնական Նարեկ։ Չորրորդը։ Չորրորդը Հրակ ջան, միջև էջ պետքա հետ գնաս։ Միջև էջ հետ պետքա գնաս։ Հիմա պետքա հասկանանք ով է գրավում չորրորդ հորիզոնականը, ով է գրավում վերջին հորիզոնական ուշադրություն։ Չորրորդ հորիզոնական Հրակ եւ Արտուրը զբաղեցնում է վերջին հորիզոնականը։ Բայց ես ամեն դեպքում տեսնում եմ, որ Արտուրը լսելով նույնիսկ, որ նա վերջին հորիզոնականում է, աշխատանքը տանում է մինչև վերջ։ Այո, շնորհավորում ենք։ Նենց այս այդ խաղը հանգիստ կկրայի, ուղղակի ձեռս վնասված էր, դրա համար չեղավ, էլի ցավացրեց։ Դուք հիշում եք, որ նշեցի երկու խաղադրույք չի դրվել։ Կռահեք, էլի որ տեղերի մասն է խոսքը։ Առաջի ու վերջին ինձ թվում է։ Ով դու ինչ կասես։ Ինձ թվում է առաջին ու վերջին ամենատրամաբանական։ Նարեկ։ Ինձ թվում է այդ նույն տրամաբանության մեջ։ Արամաստ։ Երևի 4-6։ Դե 5 հոգի ենք այդ աղай։ Այ, բախի 6 ախպեր։ Առաջին ու վերջին է, ես 6։ Ուրեմն 3 ու 5։ 3 ու 5։ Okay։ Աղջիկներին կանչեք։ Ահա եւ արքայադուստրերը։ Գնացել ենք այն աշխարհ, հետ ենք եկել։ Դեմքդ մի տեսակ լարված է, հն։ Նոնթո ես։ Հա, ասա որ հաղթել ես։ Ասա որ հաղթել ես։ Ոչ մի բան չեմ ասելու։ Դու ես նորմալ ես երես։ Ոչ չէ։ Ինչ։ Ոչ չէ։ Կյանքուս որ չես հաղթել։ Հələ բեր ճակատդ։ Ավարտվել է ձեր տղաների փորձությունը, հիմա հասավ են պահը, որ հասկանանք աշխատել են ձեր խաղադրույքները, թե ոչ։ Բայց մինչ այդ տղաները ոչ մի ռեակցիա չտակ։ Հիմա զգայականով ասեք, որտեղն է գրավել ձեր կողակիցը, դուք որ ասում ասում ձիգ էմոցիայով ոչ մի ռեակցիա։ Լիլ, որտեղն է գրավել, դու զուտ ասելով անցնենք։ Կամ առաջին կամ երկրորդ։ Կամ առաջին կամ երկրորդ։ Միլա։ Կամ երկրորդ կամ երրորդ։ Դոնա։ Կամ երրորդ կամ չորրորդ։ Լիզ։ Կամ երրորդ կամ չորրորդ։ Okay, Աննա։ Ձեզ են հարցնում։ Առաջին։ Խաղադրույքները ես գիտեմ, Անահիտը չգիտի։ Սելի երոստատիտող, անկեղծ, Անահիտը չգիտի, չեմ ասել։ Ինձ է հետաքրքիր։ Եկեք ասեմ մի խաղադրույք, որը ամեն դեպքում ստացվել է։ Ուզում եմ սկսել դրական նոտայից։ Ամենադրականից։ Չէ, ամենահետաքրքրից։ Լավ։ Տվյալ մասնակիցը ցուցադրել է ֆանտաստիկ ռազմավարություն։ Ես զգում էի, որ ինքը կարող էր լինել առաջինը։ Իր կողակիցը ասեց, ես գերագնահատել եմ անցյալ անգամ իր կողակցին։ Այս անգամ Նարեկը կարող էր գրավել առաջին տեղը։ Բայց, ասեք որ կա բայց։ Բայց այնպես արեց, որ գրավեց երկրորդ հորիզոնականը։ Խաղադրույքը։ Բայց ասեմ, որ Նարեկը հանգիստ, մյուս մասնակցի հետ, ով որ գրավեց առաջին տեղը, հանգիստ կարող էր անցնել նրանից, բայց տեմպը թուլացրեց։ Ամբողջ հարցային էր, որ Նարեկը վստահ էր, որ դու չես դրել առաջինը, Դոնա։ Բայց Նարեկ, հիմա հերոստատիտողին ասա, դու կարայիր այստեղ լինեիր առաջինը։ Իրականում իմ մրցակիցները շատ ուժեղ են ու հա ես կարայի գրավեի առաջին տեղը, ուղղակի սա ռազմավարություն էր մտքի ու իրար զգալու կյանքս։ Ապրես կյանքս, զգացել ես, որ մեզ այդ պահին ոչ թե առաջի տեղն է պետք, այլ երկրորդ։ Գիտես, դες բիոտոկերով զգում եմ, չէ՞ քեզ։ Խոսքը սուղում եմ Լիզային։ Դու ես գիտեմ, հա, որ բոքսում է դրել, որ զոնայում է դրել։ Օրինակ հիմա որ նայում ես Արտուրին, ինչ որ բան չես զգում։ Լարվածություն եմ զգում, ճիշտն ասած, բայց ասեմ անցած խաղին էր ինքը այս դեմքով, բայց պարզվեց, որ աշխատել է մեր ստավկան։ Դրա համար հիմա բան չեմ կարող ասեմ։ Եթե Լիզան դներ առաջին բոքսում, կպարտվեին։ Եթե Լիզան դներ երրորդ բոքսում, որն է 4-րդ կամ 5-րդ հորիզոնականը, կհաղթեիք։ Արտուրը գրավել է վերջին հորիզոնականը։ Դու։ Վապշե չէի սպասի, որ վերջի տեղ կլինես, ես հենց ընթացքում էլ ասեցի, որ անհնար է ինքը վերջի տեղ լինի։
հավատում։ Ես էլ sense պարտեցա, ասեցի Արտուրը վերջին հորիզոնական դժվար, դրա համար դնում եմ մեջտեղ։ Արտուրը գրավել է վերջին հորիզոնական Ալիզա։ Լավ, ոչինչ։ Դե։ Իրականում ես էլ հենց վերջի տեղ կարծում չէի գրավի, ուղղակի այն որ պարանը քաշելուց ես ձեռքս վնասված է ու երբ որ այդ բա քաշելուց տականում է, ես աշխատում եի հենց հատված ընկնեմ, որ ոնց որ Փաստացի սխալ չի զգացել քեզ Արտուր ջան, տեխնիկական է եղել խնդիրը։ Կարևորը դա է։ Հով ջան, ես Լիլին համոզում եի, որ դնի 3-րդ բոքս, որն է կամ 4-րդ կամ 5-րդ հորիզոնականը, ու ես մասնակիցներին ասեցի, կհիշենք սրա մասին։ Ինձ թվում է, որ Լիլը ինձ լսեր, ինձ երբ որ լսեր, հետո ինձ կատեր։ Հովոն գրավել է 3-րդ հորիզոնականը։ Լուրը հանձնվել։ Ապրես։ Քանի որ արդեն երկրորդ բոքսը փակվել է, երկրորդ բոքսում է խաղադրույք արվել Դոնայի և Լիլիի կողմից ճիշտ, Լիզայի կողմից սխալ։ Մենք չգիտենք, տղաները չգիտեն Աննան որտեղ է դրել, Միլան որտեղ է դրել։ Հրակ, ինչ ես կարծում, Միլան առաջին հորիզոնական կդներ։ Կդներ, բայց դրել է ինձ թվում է երկրորդ, երրորդ։ Երկրորդ կամ երրորդ։ Շատ լավ։ Արամաստ, Աննան կդներ առաջին հորիզոնական։ Կարծում եմ հա, պետքա որ դրած լինի, էլի։ Դոնան դրել էր 100 քոին։ Նարեկ դոնազույգ ունի 100 քոին ծափարենք։ Լիլը դրել էր 80 քոին, դուք ունեք 80 քոին ծափարենք։ Միլան և Աննան իրենց 100-ական քոյնները դրել են։ Աննան դրել էր առաջին հորիզոնականը, Արամազդը գրավել է առաջին հորիզոնականը։ Հրակը գրավել է 4-րդ հորիզոնականը, միրա, դու քոյն չունեք։ Դրել է երկրորդ բոքս, երկրորդ երրորդ հորիզոնականի համար։ Շատ մոտ էր հրակը, բայց… Աննա Արամաստ զույգը, ով անցյալ… Ես զույգը գիժը։ Ոչ միայն գիժը, այլ նաև շարունակում են մնալ առաջատար, նրանք անցյալ խաղի առաջատարներն են իմունիտետով, այսօր դուք արդեն առաջին փուլից ունեք 200 քոյն, ծափարենք։ Հիմա մի շատ հետաքրքիր բան ասեմ, հաջորդ փուլում, եթե Լիլը գրավում է առաջին հորիզոնական ու Հովոն ճիշտ խաղադրույք է դնում ու հանկարծ Արամազն ու Աննա սխալվում են, առաջին հորիզոնականը դուք կարող եք անցնել, որովհետև 120 քոյն դու ունես հնարավորություն դնելու։ Շատ լավ, այսօրվա մեր ամբողջ նկարահանումը և երկրորդ ամբողջ հաղորդումը լինելու է աշտարակ Վինյարդում։ Մի ֆանտաստիկ բնությունով վայր իր հարմարավետ, այսպես ասած, ընտանեկան և ընկերների համար տարածքներով, որտեղ մեզ համար այս գժական վայրը պատրաստել է համեղ լանչ։ Անայ դու սոված չես։ Նենց որ բոլորին մաղթում եմ բարյախոժակ, Վինյարդին շնորհակալություն ենք հայտնում և գնում ենք ընդմիջման։ Գնացինք։ Մտի։ Վինյարդը նաև ունի իր գինիները, երկուսն էլ չոր են, ով որ սպիտակ ասի ու սպիտակն վերցնում, ով որ կարմիր, վերցրի կնոջ։ Նայեք, հիմա կապ չունի, ով հաղթեց ու միավորները ճիշտ եղավ, հիշում ենք առաջերտին, որ անցյալ հաղորդման ժամանակ ձեր ամուսինները գժվցրել են ձեզ, ճիշտ է։ Բանատ մուրները չհանենք։ Բա ինչ պետք է անենք։ Բայց նախորդ ասեմ, չեմ կարա ասեմ կհավատան թե չէ, պետքա փորձենք համոզել։ Հիմա բացատրեմ։ Լիզա, դու Արտուրի մամա հետ մոտ ես, չէ։ Հա, շատ։ Անունն ինչ է։ Լիաննա։ Հիմա զանգում ենք Լիաննային,
դու իրան ամեն դեպքում կզգուշացնես, որ նկարանում է, որ քեզնից չնեղանա, էլի։ Արտուրի մոտ ինչ որ մի հատ իրավիճակում դի սենց խոսալով գազ բարդ դրած, ինքը պիտի տենա, որ իրա մամայի հետ ես խոսում ու շատ վատ պիտի խոսես։ Շատ վատ։ Բայց ինքը պետք է իմանա, Լիաննան կիմանա, պարզ դա, պատի Արտուրին գժվսնես, հասկացար, ճիշտ է, այս վերջերս դոնան մի հատ բաներ արել, արդեն չացել էր ինչ որ մտածել էինք, նայ քանի որ ստեղ շոու է, վերցրու, սաղ երկու կարմիր գծով է, գաղապարենա, որ մտում դուք անակնկալ եք պատրաստել ու որոշել եք հաղորդման շրջանակում անեք, դե կավատան, չեն ավատան, Լիզա, զանգի Լիաննա է, զանգի Արտուրի մամային, նախապատրաստի ինչ հալինելու։ Լիզայի տեղը լարվում եմ։ Բարձր խոսքը դնես։ Աղան են ծանեք ես մարդիկ չամուսնանան։ Ուզեք բոլորը զանգել։ Բոլորս ուզում են կիսուրին ես Սուսեք կիսուրս։ Լրություն։ Սուսեք կիսուրս։ Ալո։ Լյանքուրիկ։ Ջան, բարի սաղը տանը։ Պրիվետ, գործի ես։ Չէ, տուն եմ եկել, ես չգիտեի, որ դուք նկարահանումների էիք, ուղղակի որ Արտուրը անհասանել էր, լավ եք։ Լավ ենք, ապրես, լսի հլը, նկարահանման ենք։ Հա։ Հեսա կարող է մի քիչ հետո քեզ զանգեմ։ Հա։ Վատ խոսամ հետը, դու մենակ չնեղանաս, լավ, իմացի նկարահանումը։ Դու։ Հա, ես։ Հա, ես։ Դիպը Արտուրի մոտ պետքա վատ խոսամ։ Բայց նենց չանեք, որ Արտուրը հասկանա, որ սարկած է։ Լավ։ Թող ինքը պատասխանի քեզ, կարևորը չնեղանա։ Հա։ Լավ, բարի։ Դու կարաս հետս վատ խոսած կռիվ անենք։ Հա, դու ես, հետո չես սպասի, չէ, վсё, բաժանվում եմ կիսուրից։ Չէ։ Ահա, շնորհակալություն Լիաննային։ Նա թարմանանք, մեր գործընկերը սպայն իր ամպելիքներով մեզ կթարմացնի, որից հետո կգնանք արդեն մեր կողակիցների գլխին սարքելու։ Այն մարդիկ, ովքեր սիրում են թարմ համեր եւ տարբերող համեր, մոգու բրենդը հենց ձեր համար է, բայց ես մի հատ բան ասեմ, էլի, կա մարդ, որ շաքար չի սիրում ընդհանրապես։ Ես չեմ օգտագործում։ Ովքեր որ առանց շաքար են, ասեն, որ ստեղ կա հատուկ ըմպելիք առանց շաքարի, իսկ ովքեր որ սիրում են նաև, ասում դեմ չեն շաքարի, տարբեր համեր կան, համել ուզում եմ իմանաք, որ ամեն շիշը իր յուրահատուկ համն ունի, մեջն էլ համադրված է կոկոսի նուրբ ժելեի կտորներ։ Սիրում եք, հա երեխեք։ Ես սիրում եմ ժելեի։ Ես շաքարին դեմ չեմ։ Լիզը դեմ չեմ։ Լիզ, կարալու ես չեն ես լավ ջոյնացնես։ Կփորձեմ ինչքան կարամ։ Հիմա ես ամբողջ ընթացքում սցենարներ եմ գլխիս մեջ մտածում, թե ինչ պետք է ասեմ, որ կռվենք, որտեվ մենք вообще կոնֆլիկտ չենք ունենում։ Սիրելիներս, մենք հիմա գտնվում ենք աշտարակում ու այսօր ուղիղ Վինյարդի դռան առաջ մեզ բերել հասցրել է Թուգիսը, հավելված ճշգրիտ քարտեզ, նավիգատոր, որի միջոցով կարող եք գծել ձեր ամենաարագ երթուղին, բայց Թուգիսը ունի շատ ֆունկցիաներ, որից օրինակ մեկը իմ ամենասիրելին է, փոխադարձ համաձայնությամբ դուք կարող եք իմանալ ձեր ընկերոջ կամ ընկերուհու, ընտանիքի անդամներից որևէ մեկի գտնվելու վայրը կամ սիրելի ծնողներ կարող եք իմանալ ձեր երեխայի գտնվելու վայրը ու չանհանգստանալ։ Թուգիսի հետ հաստատ չեք մոլորվի։ Ես Հավայի ասել, որ քվեարկեն մեզ։ Հիմա սա երեխեքը խոսում են, որ մեզ քվեարկեն։ Հա, բակայներ ասեցիր մեզ քվեարկեք։ Բարը բոցարի, ես բոցարի։ Ինչն էր բոց դրա, կայնար լուր դեմքով ասիր ախպեր, այսօր սաղատ մեզ կքվեարկեք։ Ոչ է չեմ կարծում, ես լուրջ եմ անում։ Մի առանձնացնում ենք ես, որոշն է որ մեկ ենք քվեարկել։ Հա։ Միլնայի, այդ խույցան տեստերը որ տվել եմ իրականում մի օքու համար, քո համար ուրիշ կա։ Պատրաստ ես քոին վաստակելու համար ամուսնու ներվային ասնել։ Մի քիչ դժվար է, բայց օյո, ինչ։ Ես գիտես ինչ։ Չէ։ Մեր սիրելի օպերատորը Վահան ջան մատ կգաս։ Արի Վահան։ Վահանը մեր մշտական թիմի անդամ է, այստեղ Վահան ջան։ Միլա շատ հաճելի է։ Դու պետք է Վահանին նենց գայթակրես, բայց գործոսնես կպներես բան որ հրակը գժվի։ Դի գժվեցնես հրակին։ Հաստատ։ Դու խով ես տենց։
Եթե հաջորդ հաղորդման ինձ չտեսնեք, ուրեմն։ Հասկացա։ Բայց բացատրեմ երբես դու քոին վաստակում, եթե հրագը հավատում ու գժվում է։ Կհավատամ։ Կհավատա։ Այո։ Ես գիտակցում եմ, որ մեզ հավելյալ քոյնա պետք ու հանուն դրա ես որոշակիորեն իմ սկզբունքներին դեմ եմ դուրս գալիս։ Զուգարաններ լսեցի, որ տենց են խոսում։ Ինչ են խոսում։ Որ մեզ պետք է քվեարկեն։ Դու։ Հա։ Համ անում եմ այս ամեն ինչը, համ նայում եմ Արտուրի ռեակցիային։ Խես խոսքի տան բաներ ասում։ Էն էլ առանց իմ հետ բան խորհրդակցելու էլի։ Չգիտես, թե մի բառ էս կոմենտով всё։ Ասես սա քննարկի իմ դեմ, արանոթես իրար գործած ես սա։ Համատա։ Անո ֆրանսիան պետք է քննարկի կողմը։ Լյանքույք, որ անջատում եմ մի զանգելի։ Դե որ անջատում եմ, ուրեմն հարմար չի։ Պետք չի 8 անգամ զանգես։ Դե ուրեմն Դե շատ անհարմար պահ ես զանգել։ Չեմ ուզում նեղացնեմ։ Կամ դե 8 անգամ զանգեց, որ անջատում եմ պետք չի ուրեն, թող ես զանգի։ Մտածում եմ Աստվածի մենակ կանցերտ չտա, մենակ կինո չդառնա այս հաղորդումը։ Վահանջան, ես ինչ լավ կոմերայա։ Հա, ուզում ես նայես, հա։ Հա, մի հատ որ խնդրեմ ինձ ցույց կտաք նայեմ։ Մատ ինձ մի քիչ կրոպնի էլի նկարեք, ես ուզում եմ մի քիչ ավելի։ Գնանք այն տրենդը նկարենք Միլուշի հետ, հա։ Այնա։ Ապա կներես հələ։ Միլ։ Ինձ ավելի։ Միլ լարի։ Մի վարկյան Վահանջանից հետո գալիս է։ Հաջան։ Չես անում։ Չեմ անում, ոնևս։ Ոնց ինչ ես անում։ Կյանքս ոչ մի բան։ Մի բա արունը խփեց գլխիս։ Դա աշկից տեսածն եմ ասում, թազա TikTok-ի նապարնիկ ես կթե։ Չէ։ Ունենք։ Ունենք չի։ Ինչ ես, ինչ ես, ինչ ես։ Քորսն քույն ունենք։ Արի, ինչ ես։ Կյան քորսն քույն։ Ինչ 40 քույն ընկերա, լավ չես ալը։ Ամիր ջան, ախորպես էլի լավ էլի։ Ինչ։ Օպշնով ներվ չկա։ Ո՞վ ստանը տանը։ Կյան նորմալ է, ասա ինձ մի հատ խնդրեմ, որ կայանում ասում ես քվեարկեք մեզ։ Մեզ չեմ ասել։ Բա ինչ ես ասել։ Ամերիկան ասես ախպերացես, որ ասի կարագորոսես մենք հավյանից են շրջապատի։ Բա այս ուսարումը քվեարկեք Արտուրին, բան ասի ախպեր, արդյոք քվեարկեք իմ դեմ։ Ահա, դե քվեարկեն այսօր մեր դեմ։ Ապրես։ Ու հետո Բան չէ դե։ Կաշվիցը դուրս կգաս, որ չկրվենք։ Ու ես այդ պայն գժված լոմ կա, սենց այդում եմ մի կողմ, չեմ է ուզում ինչ-որ երկարացնեմ մարդկանց մոտ։ Մի հատ ես ուզում եմ անկեղծ ասենք, որ Վինյարդի խոհանոցը շատ համով էր։ Չէ, էսի են որ ասում են գովազդ ենք անում, բայց գովազդ չի, իրական է, այո, մենք այս բան գտնվում ենք Աշտարակի Վինյարդ հրաշալի մի տեղը, որտեղ խաղողի այգիներ են ամենուր եւ ֆանտաստիկ խոհարար ունի։ Դա համոզվեցինք։ Ինչ ենք այստեղ հավաքվել, որովհետեւ տղաներից մեկի համար, կոնկրետ տղաներից մեկի համար կա անակնկալ։ Մենք սենց հետ են գալիս ես ու Անահիտը։ Կդնայք, մեզ մի նայք։ Այս պայն զգում եմ ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդը։ Լավ է։ Այս ինչ էմոցիա է, ամբողջ մարմինս ուղղակի sense փշաքաղվել է։ Այս ինչ արի կախվե։ Բրավո։ Փշաքաղվա հորս ստենա երթվում։
շաքավարա։ Ահա որ ուրախ եմ, անբացատրելի էմոցիաներ է հետս կատարվում։ Շատ եմ ուզում որ աղջիկ լինի։ Այո! Մենք մեր աղջիկ ենք շնորհավոր ենք։ Սենց նայում եմ հովոյին ու ահա որ ծիծաղս գալիս է, չգիտեմ լացեմ թե ծիծաղամ։ Հրաշալի, սերներս, արի լիջան, այո, նայք սերներս, միշտ չի լինում, ամեն ձև, օրինակ յուրաքանչյուր աղջիկ ունի իր ձև պատասխան տալու կամ վրեժ լուծելու, քանի որ անցյալ խաղին, այսպես ասած, գեղեցկուի աղջիկ էր հայտնվել կամ բավականին տեսքով աղջիկ էր հայտնվել եւ ըստ Լիլի Հովոնյան ճիշտ չէր պահել, հնարավորություն տրվեց, որպեսզի պատասխան տրվի, Լիլը արեց, Հովոն կուտը կերավ։ Դուք ունեք հավելյալ 60 փոյն, ունեք։ Լուրջ, չկա։ Ուրախ ես չէ կյանքս։ Ավելի Բայց լուրջ հավատացի։ Չկա։ Պապայի արև եթե իմանայի ինքը սենց կհավատա, ես չէի համաձայնվի ուղղակի։ Ես ամոթից գետինն եմ մտնում։ Լիլը ֆանտաստիկ է, խացը մի հատ ապարենք Լիլին։ Կներես էլի կյանքս։ Ոչ, կյանքս, գիշեր կտեսնենք։ Լսյան, քեզ լուրջ բան եմ ասում, իմ հետ sense բան չանես, ես սրտից շատ թույլ մարդ եմ։ Բայց այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Տղաներից մեկը Չհանես էլ թեստ։ Տղաներից մեկը նույնպես անցավ փորձությունը։ Արտու ջան, գաս մի հատ ինձ մոտ որ խնդրեմ։ Հղի ես։ Արտու մի հատ կասես, մեր հերոստատին ինչի էր նեղված, էլի։ Ինչի էր նեղված։ Ական, քեզ։ Բեկավ ասես սաղ մեր դեն են ուսում քրիարկեն, ասես կոալիցիան։ Լսել եմ որ մամայի հետ է վատ խոսացել։ Լիանայի հետ։ Այո։ Ինչև ես եմ Լիանայի հետ խոսացել։ Լուրջ եք ասում։ Մի հատ օր ասա սա կատակա։ Կատակա։ Ասեք դու լուրջ մտածում ես որ ես կարամ տենց խոսամ մամայի հետ։ Հələ բայց այդ բան ես սենց էի ուզում ջոգել, էլի տենց ոնց է լինում вообще։ Շինարարություն է, էլի։ Ուրեմն, քանի որ ֆանտաստիկ էր ինչ եղավ Հովոյի կյանքում, Հովոն ունի եւ Լիլը ունեն հավելյալ 60 քոին, մի հատ կանանք ծափարենք։ Իսկ դուք ունեք հավելյալ 40 քոին, որովհետեւ դու նույնպես անցար այդ փորձումը, կաս գնաց գրկես այդ մարդը տես չէր ուզում խոսալ։ Ինչ գիտեք Ժորժ ջան, ինչ գիտեն ասում, ամեն մեկին ինչ գիտեք դեռ ինչ է մեզ սպասվում։ Հիմա այս Հովոսը շատ լարված էլի, պաղպաղակ կուզես։ Լավ, հենա, մեր գործընկեր Օտմարցինան այս պահին կսարսնի ես մտնոլոտը գնացի պաղպաղակ ուտելու եկեք։ Արի հով ջան, արի եկեք Ժորժ ջան, արի առաջինը դու արի։ Սառացրեք մեզ։ Արի սա, ես առաջարկում եմ Արտուր ջան դուք էլ կարաք, Լի ջան դու արի մեր մոտ։ Օտմարցինա ընկերությունը հենց նոր թարմ, ասում են նոր պրոդուկտ է ստեղծել, մրգային կուբիկներ, մի հատ հյուրասիրի խաթրնար։ Դու էլ կողամուս դու խաթրնար։ Հյուրասիրեք Ժորժ ջան, Սերա խաթրը առնեմ, չնայած բան չեմ արել։ Ինչ ասում ես, գա։ Ինչ ասում ես։ Ո՞վ է։ Մոտենուստու։ Արամ, բայց ես քո ասածը արեցի, ինչի մեզ քո ինչ ես տալիս։ Իզուր կատաղած։ Այո, սիրելիներս, այևս մեկ փորձություններ հաղթարվել, որը հաղթարել են Միլան եւ Հրակը, որը կտեսնենք եթերում, իրանցը մի քիչ էլ իրանցն էլ ուրիշ է։ 40 հավելյալ կոինը սիրելիներս դուք ունեք։ Անսպասելի Միլա։ Անսպասելի Միլա Arm Games սիրախաղի եթերում։ Իսկ հիմա ուշադրություն, տրամադրվեք, գնում ենք քվեարկության զոնա։ Տղաներ այնտեղ աղջիկներ պատրաստում ենք խաղին, ասեն որ բավական հետաքրքիր խաղ է սպասում մեր աղջիկներին։ Անահիտ ուղեկցի տղաներին։
իմ ամենասիրելի տարածքում ենք, խաղադրույքների սեղանի առաջ։ Առասարակ չարությունը վատ բան է, բայց այսօր չարկատակները որոշ զույգերի բերեցին հավելյալ քոիններ։ 60 միավոր, հով եւ լիլ։ Ձերն է, հավատացիր։ Այո։ Ուրախացար։ Շատ։ Կուզեիր։ Ուզում եմ։ Մտածեք։ Կմտածենք։ Իսկ ներել ես չարկատակի համար։ Իհարկե։ Ապրես։ Հեսակ խոսենք ելով է ինչ ներել։ Արթուր եւ Լիզա, 40 միավոր։ Ոնց ես Արթուր։ Արդեն լավ։ Հա, գույնդ վերականգնվել է, ճնշումդ կարգավորվեց։ Ավելի շատ ում վրա ես բարկացել կատակից հետո, մամայի թե Լիզայի։ Լիզայի։ Դե մամայի վրա հա, դժվար է ջղային անել։ Ներել ես։ Հա։ Ապրեք, ես ինչ ներող տղամարդիկ են։ Եվ 40 միավոր, Միլա ու Հրագ, ձերնա։ Հրագ, շուտ բռնկվող ես, հա։ Իսկ շուտ նեղած կոտ։ Չէ։ Ամեն դեպքում ներել ես այս կատակը։ Պրոստը տրենդը չենք նկարել։ Հասկացա, դե հանուն սիրո ինչեր ասես, որ չես ների, չէ, համաձայն եք։ Իսկ դավաճանությունը։ Չեմ ների։ Երբեք։ Չէ։ Երբեք։ Լավ, Նարեկ, առաջինը չես ների դավաճանությունը, թե որ օրինակ Դոնան քեզ ասի, որ դու իր համար ուժեղ տղամարդ չես։ Դավաճանություն։ Այդ դրա վրա չես Դա ասնի։ իմ եսն է։ Լավ, իսկ եթե Դոնան ասի, որ այստեղ գտնվող տղամարդկանցից կան մարդիկ, ովքեր քեզնից ավելի ուժեղ են։ Դա նորմալ երևույթ է, ուժեղից ուժեղն ալիմը։ Լավ, Հրագ, ցիտում եմ քեզ, աչքերը տված են նայելու համար։ Դու ես ասել։ Բարի, ես հարգում եմ։ Շատ ճիշտ ու շատ լավ բան ես ասել։ Իսկ եթե ուժային խաղերից մեկում պետք լինի, որ Միլային օգնի շատ ուժեղ, հաղթանդամ, գրավիչ ու շատ գեղեցիկ տղամարդ, Միլան էլ կոմպլիմենտ անի, ասի, հո ինչ լավ մկաններ ունեք, ինչ ուժեղ եք։ Կխանդես։ Իհարկե։ Բայց աչքերը տված են նայելու համար, գնահատելու համար։ Ինչ նայեց, դա էլ կոմպլիմենտ արեց։ Չէ, իմ համար նայելը կարա սահմանափակվի նայելով։ Ահա։ Եվ կոմպլիմենտին չանցնի։ Եվ կոմպլիմենտին չացնի։ Բայց ինձ ուրիշ բան էլ է հետաքրքիր։ Օրինակ քո կինը, քո հեռախոսի պարոլը, գաղտնաբառը գիտի։ Ու ազատ կարա մտնի քո private SMS-ները նայի, ամեն ինչ, ու եթե օրինակ հիմա մենք կանչենք Միլային, ու դու ուղղակի տաս քո հեռախոսը իրան, ինքը մտնի քո SMS-ները, դուք դրանից հետո չեք բաժանվի։ Վստահ ես։ Ես on-line չեմ շփվում, ընդհանրապես որքանպես չեմ շփվում, Միլանը մենակ միայն։ Ահա, դե լավ, հասկանալի էր։ Արթուր, վստահում ես Լիզային ավելին քան քեզ, թե ամեն դեպքում առաջինը դու ես։ Առաջինը ես եմ։ Իսկ եղել է, որ չվստահես, բայց ձևացնես, որ վստահում ես ու ստուգ ես։ Չէ։ Լավ։ Հով, եթե Լիլը գրի իր նախկիններից մեկին, կամ նախկինին, եթե միակն է, ճշտի հարցնի ոնց է, ինչով է զբաղվում, ամեն ինչ նորմալ է, դու դա դավաճանություն կհամարես, թե չէ։ Ուղղակի վստահ եմ, որ չի լինի նման բան։ Իսկ եթե։ Իսկ եթե լինի, հարցնի թե նա ինչպես, հա։ Կարծում եմ մտածելու տեղեք հաստատ կտա ինձ։ Բայց թե կսահմանեմ դա դավաճանություն թե ոչ, հիմա չեմ կարող հաստատ ասել։ Լավ։ Արամաստ հեռախոսիդ գաղտնաբառը պարոլը գիտի, Աննան։ Իսկ հետ ստուգում, հա։ Իսկ հետևում ես քեզ անծանոթ, բայց գրավիչ արտաքինով կանանց։ Ինստագրամում։ Կանանց։ Աղջիկների, կանանց։ Ու կոնտենտից է կախված, եթե Instagram-ի մասն ենք խոսում, եթե հետաքրքիր ինչ-որ թեմա է, նաև հետևում եմ, նայում եմ։ Իսկ եթե մի օր տեսնես, որ Աննան հավանել է շատ հետաքրքիր կոնտենտ ունեցող, գրավիչ, սեքսուալ մի տղամարդու բոլոր նկարները ու հետևում է այդ տղային։ Նաև մեկնաբանություն է գրել, որ շատ հետաքրքիր, շատ լավ կոնտենտ ունեք, բայց այդ տղայի բոլոր նկարները ֆիթնես մարզիչ է օրինակ։ Ոնց կվերաբերես այդ քանի։ Այո, ես այդտեղ մի հատ
գաղտնիք բաց, գաղտնիք չէ, էլի բոլորը գիտեն, մենք 15 տարեկան ճփում ենք ու ինքը անգիր գիտի ինչ պետք է անի, ինչ պետք է չանի։ Մենք սիրում ենք հաճախ խախտել կանոններ։ Չէ, դա կանոններ կա, որ չի կարող խախտի։ Իսկ եթե խախտի, կարծում եմ քննարկվի, հետո կհասկացվի ինչ արվում։ Եվ աճապում դեպի տուն։ Հասկացա։ Լավ։ Ամեն դեպքում ուզում եի հասկանալ, մի քիչ փորփրել, տեսնել ինչ է կատարվում։ Ձեր աղջիկները հիմա գնալու են փորձության, շատ հետաքրքիր փորձության։ Ասացի փորձության, սիրտը սկսեց արագ խփել։ Ես փոքրիկ հուշում ձեզ կտամ, կապված է ոչ այդքան հաճելի բաների հետ, մի քիչ տհաճություն, մի քիչ զզվանք։ Մի քիչ էլ սենց կհամեմենք վախով։ Ունենք խաղադրույքի 3 տարբերակ։ Առաջինը, որ ձեր կողակիցը կզբաղեցնի առաջին տեղը։ Այս պարագայում խաղադրույքը կրկնապատկվում է։ Երկրորդը, որ ձեր կողակիցը կզբաղեցնի երկրորդ տեղը։ Այս պարագայում խաղադրույքը այնքան է, որքան որ դրել եք, այսինքն չի փոփոխվում։ Եվ երրորդը, որ ձեր կողակիցը կզբաղեցնի երրորդ կամ չորրորդ հորիզոնականը։ Գործակիցը մնում է նույնը։ Ու ինչպես հասկացաք, 5-րդ տեղ զբաղեցրած զույգը ոչինչ չի վաստակելու։ Մտածեք, հիշեք, ճանաչում եք, չեք ճանաչում, ինչ կանեն, ինչ չեն անի։ Միանշանակ իմ կնոջ մասին կարող եմ ասել, որ ոչինչ չկա միանշանակ, քանի որ երբ որ բալիկը խաղալու ժամանակ կեղտոտվում է եւ զզվել ինչ-որ բան պետք է սրբվի կամ ակրվի, դա անում է անպայման։ Բայց փոքրիկ մրջունից, անգամ սարդից կարող է բղավել։ Հով շատ ճիշտ ես, մենք անկանխատեսելի ենք։ Արջից չենք վախենա, բայց հա մրջունից կամ սարդից կթռնենք բազմոցի վրա։ Okay, բայց չմոռանանք, որ նախորդ անգամ Լիլը թռավ, ազատ անկում արեց։ Լավ, քանի որ ես զբաղեցրել եմ երրորդ տեղը առաջինը եւ կարծում եմ, որ երրորդ կամ չորրորդ հորիզոնականը կզբաղեցնի եւ մեր ամբողջ ունեցվածքը կդնեմ երրորդ եւ չորրորդի վրա։ Լիլ ջան, եթե գրավես երկրորդ կամ առաջի տեղը, ուղղակի կեցես, բայց միավոր չունենք։ Շշմած եմ։ Հով դուք ունեք 180 քոին ու դու ամբողջը դնում ես, որ Լիլը կզբաղեցնի երրորդ կամ չորրորդ տեղը։ Այո։ Ես ընդունում եմ քո խաղադրույքը, շատ ռիսկային եմ, բայց ինձ դուր է գալիս։ Ու նաև հիշեցնեմ, որ միայն առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը, ում խաղադրույքը կհամապատասխանի, այսինքն եթե դուք դնում եք, որ ձեր սիրելին կզբաղեցնի առաջին տեղը, ու նա զբաղեցնում է առաջին տեղը, միայն այդ դեպքում է կրկնապատկվում ձեր գործակիցը, մնացած դեպքերում ինչ դնում եք, նույնքան վերցնում եք հետ։ Արթուր։ Լիզան մի քիչ զզվող է։ Չգիտեմ։ Դե փորձությունը ընդհանրապես չեմ հասկանում ինչի մասին է խոսքը, բայց sense հասկանում եմ, եթե զզվելու բան կա, մի քիչ իր համար բարդ կլինի։ Դե ճիշտ ասած Հովոյի ասածների մեջ նույն բաները կա, որ ես կուզեի ասեի, դրա համար չեմ ուզում կրկնվեմ, երևի ավելի լավ է խաղադրույք կատարեմ։ Ես խաղադրույքը կատարեմ երրորդ, չորրորդ հորիզոնականի վրա, բայց կարծում կզբաղեցնի երրորդ տեղը։ Խաղադրույքը 140 քոյի նրա վրա, որ Լիզան կզբաղեցնի երրորդ, չորրորդ տեղը։ Խաղադրույքը ընդունված է։ Արամաստ։ Աննային ճանաչելով, ինքը տենց ռիսկով է ընդհանրապես, թե կյանքում, թե խաղերի մեջ մանավանդ, ազարտնի կա շատ։ Ֆոբիա ունի երևի թե մենակ շների հետ կապված, եթե խաղի մեջ չլինի ինչ-որ շուն բան, վստահ եմ կդնեի առաջին տեղի համար, քանի որ չգիտեմ այդ ֆոբիայի հատվածը ինչ է իրենից ներկայացնում։ Նաև ասի որ ինքը ռիսկով է, զզվողել չի տենց առանձնապես։ Ու կարծում եմ ինքը կգնի երկրորդ հորիզոնական, կզբաղեցնի երկրորդ հորիզոնականը։ Ես կդնեմ 100 միավոր երկրորդի վրա։ Երկրորդ տեղը։ Լավ։ Նարեկ։ Ինձ թվում է, քանի որ որպես այդպեսին Դոնան տենց զզվող չի,
ֆոբիաները մենակ ջրի հետ աղն ու խորության հետ է կապված։ Քեզ էլ հողի տակից բերեց։ Ինձ էլ հողի տակից է այս կոմբերը դրա համար ես միանշանակ Ձորից թռով կդնեմ երկրորդ տեղ 100 coin։ Ես ընդունում եմ քո խաղը։ Ես լիակատար վստահում եմ իմ կնոջը, բայց կդնեմ երկրորդը զուտ իմ հոգու հանգստության համար։ Իսկ եթե ռիսկով դու խով աղջիկը հանկարծ առաջին տեղը։ Ես ուղակի կցնծամ, որ ինքը լինի հենց առաջինը, բայց չէ, ես կդնեմ երկրորդը։ Ինքը էլի դուխով աղջիկ է, ինքը էլի ուժեղ աղջիկ է, բայց կդնեմ երկրորդը, ամբողջ ուժերս կկենտրոնացնեմ հոգեբանորեն Դոնային։ Հրագ։ Երրորդ, չորրորդ եմ մտածում, որ կընկնի Միլան։ Առաջի տեղ իհարկե կուրախանամ, երկրորդ տեղը կուրախանամ անկախ նրանից, որ չեմ քվեարկի։ Հետաքրքրում ոչ ինձ, ոչ աղջիկներին, իհարկե կուրախանամ, իհարկե կուրախանամ խաղադրույքդ, որ կլինի։ Երրորդ Ձեր խաղադրույքներն ընդունված են, 2 հոգու խաղադրույքը, որ կզբաղեցնի երկրորդ տեղը եւ 3 հոգի խաղադրույք են արել, որ կզբաղեցնի 3-րդ կամ 4-րդ տեղը։ Ես ձեզ հաջողություն եմ մաղթում։ Մենք գնացինք խաղի։ Դոն գիտես չէ, բայց խաղին գալուց առաջ չէի պատկերացնում, որ սենց դժվար ու էմոցիոնալ խաղեր են լինելու։ Բա ես ինչ ասեմ, եկած չեկած առաջին խաղին մարդուց թաղեցի։ Դե դու շեդևր արեցիր։ Ոչ դե ինչ անեմ, բայց կարևոր հանեցի, չէ՞ հետո։ Դե հանուն հաղթանակի օրեր։ Հա։ Լսի, բայց գիտես, ինձ թվում է ես չէի անեմ։ Դե ուզած չուզած պետք է աներ նենցա։ Չէ՞ր թողելու թաղված։ Չէ, մինչև խաղը չէի մասնակցի հենց այդ մասին, էլի, չգիտեմ։ Այսինքն դուրս կմնայր։ Չգիտեմ։ Նշանակում է գիտակցված պարտություն։ Չէ, այդ ինչ է ասենա։ Ես չգիտեմ ով ինչ քննարկություն է արել տղաներից, իրոք չեմ ուզում իմանալ, որպեսզի լայվ լինի, բայց ես ուզում եմ այդ հեռուստադիտողը հասկանա մի հատ արես կողմ Անետ ջան։ Ուրեմն, այստեղ գորտեր են, այստեղ տառականներ, այնտեղ կռիսներ, այնտեղ օծ, այստեղ լիքը ճիճուներ։ Բոլոր այդ տուփերի մեջ լցված են քարեր։ Մասնակիցները այդ ամեն փորձությունը հաղթահարելու համար ունեն 5 րոպե ժամանակ։ 5 րոպեվա ընթացքում ինչքան շատ քար հանվեց բոլոր արկղերից, առավելագույնով սկսում ենք որոշել հաղթողներին եւ պարտվողներին։ Լիլիթը եկավ։ Դու ինչ-որ վախեր ունես կենդանիներից, ծողուններից, մրջուններից, տենց։ Ավելի շատ զզվում եմ։ Զզվում ես։ Քան վախենում։ Դեսակա վայել ես ամբողջ process-ը։ Ես խնդրեմ ժամանակը ֆիքսենք։ Գնաց։ Ոյ, ոտեմ արդ։ Տենաս կպարը։ Ոյ։ Դե նա չգիտի ինչ է այնտեղ։ Ոյ։ Ձեռներս մտցնում եմ մեջը տուփի, չեմ պատկերացնում ինչ լպրծուն բաներ են ինձ այնտեղ սպասվում։ Դուրս եք։ Լիզա, փորձում ենք ժպիտը պահել, որ չհասկանան, թե նրանց ինչ է սպասվելու։ Շատ հեշտ է։ Իրականում շատ եմ ուզում հաղթենք, դրա համար այս պահին ամեն ինչի պատրաստ եմ ու ես սպասում եմ այս խաղին։ Օց հաստեղ։ Հա։ Բայց չկա քա ժողովուրդ։ Կա։ Ասում եմ օցա ու վերջ։ Ասում ես չկա, տեսնում ես։ Երկրորդը ասեմ, որ միակ տեղն է այս 5-ից, որից ես ահավոր նեղվում եմ։ Նեղվում եմ ահավոր։ Իմ թուլությունն են ճիճուները։ Չեմ կարող, ես հրաժարվեի։ Բիզնես քորեկով էլի։ Այ ոնց եմ զզվում այս ворթերից, վրես էլի քորեկով։ Չկա։ Կա։ Երկու ձեռքով աշխատի։
եկավ Աննան, բայց գիտեմ, որ մի կենթանոց ունի ֆոբիա։ Բայց թե այդ կենթանին կա այստեղ, թե ոչ, կամ ինչ կա առհասարակ տուփերում, մենք չեն կարող ասել։ Չեմ հավատում, որ կանեմ։ Աննա ջան, ժամանակը գնաց։ Հրաժարվել տարբերակ ունեմ։ Միշտ։ Դու կգրավես վերջին հորիզոնականը։ Ժամանակը գնում է այս ընթացքում։ Տեսա, որ ձեռքերներս պետքա մտցնենք ինչ-որ սենց անցքերի մեջ ու արդեն իմ համար մոտավոր պարզ էր, որ հաստատ լավ բան չի սպասվում ինձ։ Ժամանակը գնաց։ Ինձ զարմացնում է այն փաստը, որ իրանք հասկանում են ինչա ու շարունակում են ձեռքը պահել ներսում։ Այդ իմ ամենամեծ ֆոբիան է։ Օձեր։ Ասեմ, որ օձը թունավոր է։ Ապրումներով։ Այս տիպի, ահա, Լիզան, ոչ մի խնդիր չունի։ Զո։ Ու հասկանում եմ, սրանք ինչ են, սրանք ավելի ահավոր են, քան օձերը։ Տեսնում եք, նայելով Լիզային չէինք մտածի, բայց փաստացի համարցակ, նպատակային գնում է պայքարի մեջ, հրաշալի է։ Պատին մոտ, ինչքան կարող ես պատին մոտ։ Շատ մարտական է։ Իսկ երեքից, ստեղ ավելի շատ կա։ Չեմ կարան այեմ ինչ են։ Չէ։ Սիրուն գալիս է, տեսնենք։ Աջ ձեռքս մտցնում եմ, ձախից օձը դուրս է գալիս, նայում եմ իրան ու գոռում եմ օձը։ Օձա դուրս գալիս։ Մի արի, մի նայի։ Օձա դուրս գալիս։ Աղջիկին։ Բայց օձը չգա, չէ՞ ստեղ։ Կգա։ Եթե մի քիչ դանդաղացնես կգա։ Կենթանի կպա։ Չէ, տարական է։ Տարական կպա։ Դա տարական է տեղ։ Չի կարելի։ Ինչի։ Չի կարելի։ Արդեն 2 րոպե անցել է, դա դեռ 3 րոպե։ Չեմ կարող։ Շարժվում է։ Դու որոշի կարաս անցնես մյուսին։ Դա ընդհակառակը մոտիկ է դրված։ Ձախ կողմդ մոտիկ, բավականաչափ։ Պապուկա լավ, պապուկա։ Ես այն կողմ է։ 10 վայրկյան մնաց քեզ։ Չկծեք, խնդրում եմ։ Վերջ, ժամանակ։ Ինչքան էլ անհավատալի է, բայց ամենադիսկոմֆորտը կռիսներն էր իմ համար, այդ այնպես փափուկ վիճակները, в общем, ավելի լավ է 1000-ը որտ ճզմեի, քան այդ կռիսին կպնեի։ Իզա ջան։ Գիտեմ ինչ է ուղղակի, զզվում եմ, թե չէ, չեմ վախում։ Ետ անցեք են կողմ։ Ես զարմացած եմ, կակաշկեքն ես արդեն վերցնում իրանց։ Ահա, զգացի։ Ահա։ Դու ինչ ֆոբիաներ ունես, ինչ կենթանիներից։ Իմ առաջին ամենամեծ ֆոբիան այդ շունն է, բայց առհասարակ կենթանին, չգիտեմ, կենթանի սողուն, եթե ինձ կպնի, չգիտեմ ինչ ռեակցիա կտամ։ Գուցե առաջինը փորձես, առաջին ավելի ավտանգ է։ Եթե զգաս չես կարա չշարունակես։ Կարող է նաև հաղթահարես այդ վախը։ Չէ։ Հանձնվեցի։ Ամեն դեպքում հանձնվեցի։ Քո որոշումն է, քո ցանկությունն է, մենք դա ընդունում ենք եւ մենք հարգում ենք քո որոշումը։ Աննա, այս պայն դու ամեն դեպքում դեռ վերջին հորիզոնականում ես։ Խնդրեմ, կարող ես միանալ քո ընկերներին, իսկ մենք շարունակենք։ Ոյ Աստված, որդեր, ես զզվում եմ, ատում եմ, այդ անտերներին զզվելի բաներ են։ Մի խոսքով տեղ էլ չեմ մտցնում ձեռքս։ Չեմ կարող ասել։ Փափուկ, բռնել եմ, չեմ զգում, որ տառական է։ Դու մի ասա, այդ փափուկը գուբկա չի, տառական է ու ես կպել եմ, ու ես որ տունը տառական եմ տենում, ասում եմ նարեկ։ Հա, բայց նորմալ է, մաքուր տառական է, տնաշեն ինչ պետք է քեզ անի։ Օ, լավ։
էլ ես էմոցիաները կապրեի։ Ահա։ Ահա, ապրես։ Տեսնում ես։ Մնաց 1 րոպե։ Ես առաջարկում եմ այն ինչ ունես ձեռքումդ հան։ Եվ վերջի գոնե վերջում էլ փորձիմ։ Վերջում ամենաշատ քարերն են։ Չէ, այստեղ չեմ ուզում։ Չկա այստեղ։ Վերջ։ Լիզա։ Կռիվները ամենահաճելիներ, ինչ խոսք։ Տաս վարկյան։ Ահա։ 3 2 եւ 1։ Վերջ։ Ապրես։ Ոնց է։ Մեկի բառնա։ Մեկի ինչն է։ Մեկի ինչն է կներես։ Տուտուզը։ Հա, հասկացա։ Չեմ հավատում, որ ես Կրիսի ворիկին եմ կպել ու 2 անգամ։ Միլա ժամանակի մասին մի մոռացի ու արդեն աշխատի 2 ձեռքով։ Մնաց 1 րոպե։ Ամենաշատը այդ արխի մեջ է ու ձախ կողմը քեզնից։ Ես մի ձեռով էլ ու դա մյուսով լարվում եմ։ Դետեղ չկա ոչ մի բան, դատարկ ես, գոնե գարի ես կողմ։ Չեմ կարում էլ այսքանը։ Շատ լավ։ Ես քեզ էլ չեմ ասի, ոչ մեկի չենք ասել ով որտեղ է գրավել, դուք այդ ամեն ինչը կիմանաք քվեարկության զոնայում։ Այնտեղ թե կասենք ով որտեղ է գրավել, թե ինչ խաղադրույք է կատարվել։ Մենք տեղափոխվում ենք քվեարկության զոնա։ Աղջիկների փորձության ժամանակ ես չգիտեի, թե ինչ խաղադրույքեր են կատարել տղաները։ Ես իմացա փորձությունից խաղից հետո, որովհետև ինձ շատ հետաքրքիր էր։ Մասնավորապես մի աղջիկ ֆանտաստիկ արդյունք է գրավել, ես հենց դա էր ինձ ամենաշատ հետաքրքրում, չդիմացա։ Աղջիկները նույնպես չգիտեն միմյանց արդյունքների մասին։ Խաղի մեջ ամեն դեպքում կար ֆոբիա, որովհետև արկղեր էին, որտեղ տարականներ էին, որտեղ ճիճուներ, օձ, կռիսմուկ, գորտեր, եւ աղջիկները առանց նայելու պետք է այդ տուփերից, արկղերից հանեին քարեր։ Ինչքան շատ, այնքան լավ։ Հրակ, քանի որ Միլան չգիտի որտեղ է գրավել, խնդրում եմ ասես դու ինչ խաղադրույք ես կատարել։ 3-րդ, 4-րդ տեղ։ Անահիտ։ Ես քեզ հնարավորություն տվեցի, հիշում ես փոխելու խաղադրույքդ։ Ու դու չընտրեցիր այդ հնարավորությունը։ Եթե ինձ լսեիր, դուք հիմա կունենայիք միավոր։ Դու դրել ես 3-րդ բոքսում։ Միլան գրավել է 2-րդ հորիզոնականը։ Հրագն ասեց, ես շատ կուրախանամ, եթե զբաղեցնի առաջին տեղ։ Ասեց, ես շատ կուրախանամ, եթե երկրորդ տեղ զբաղեցնի, բայց դնում եմ 3-րդ, 4-րդ տեղ։ Բայց ես տվեցի քեզ այդ հնարավորությունը։ Ինչպես հասկացաք, սիրելիներս, այս փուլում նույնպես վերջին հորիզոնականը, այսպես թե այնպես միավոր չուներ։ Ցավոք սրտի Միլան գրավելով 2-րդ հորիզոնականը ձեր 140 միավորը, որտեղ դուք ունեիք 100 միավոր հենց խաղի սկզբից, 40 միավոր նվիրեց, այսպես ասած, ձեր կոնֆլիկտը ձեզ, այդ 140 միավորը զրոյանում է, դուք ունեք այս պահին 0 միավոր։ Դուք այս պահին ընթանում եք վերջին հորիզոնականը։ Բերտ, շարունակենք։ Արամաստ, որ հորիզոնականում ես դու պատկերացրել քո տիկնոջը։ Երկրորդ։ Դու դրել ես երկրորդ բոքս։ Ինչ։ Ինչի աննա։ Ինչի։ Որովհետև չգիտեմ, այդ բան տենց ստացվեց։ Հիմա դու խոսա Աննա, ես ոչինչ չեմ ասի։ Ես չկարողացա այն վրայով անցնեմ։ Ուղղակի հրաժարվեցի։ Ոչինչ։ Տենց էլ անում։ Խաղը ամեն ինչը պատահում է։ Ալու մի վայ։ Սա։ Աճես,
Դու գիտես, որ ես ով վախենում եմ։ Ես ասել եմ, այդ ամբողջը ասել եմ ինքը կանի, բայց ունի ֆոբիա։ Տենց։ Շնից։ Ամեն դեպքում, հա, շնից ֆիքսել եմ, շնից, բայց չմտածեցի, որ вообще գարաժով է։ Բայց լավ է սարը, դե ոչինչ։ Իրականում ես օծի հետ ունեցել եմ անգամ ֆոտոշուտ։ Կյանքի գնով։ Իրական օծի հետ էլի։ Իրական հաստ մեծ օծի հետ։ Ու ես հստացել ասես, ռիսկի կգնա, եթե ինչ-որ տես բանա, այդ ենթադրելով, որ ինքը օծի հետ նկարվել է, դե որովհետև օծն ճիճուները։ Բայց ցավոք, տենց լավ։ Բայց չկար ամեն դեպքում այդ ստավկեն, սենսցենաս չկար այդ։ Գիտեմ։ Ամեն դեպքում դուք ունեք 200 coin, որտեղ անցյալը դուք ճիշտ եք գուշակել, արամազդ առաջին տեղեր գրավել, Աննան, հա, ճիշտ գուշակություններ արել, ճիշտ խաղադրույքեր կատարել, դուք այսպես թե այնպես վտանգավոր գոտում չեք, դուք դեռ առաջին հորիզոնականում եք։ Լիզայի Վարդուր զույգը նախագծի սկզբում, եթե հիշում եք կամ չեք հիշում, ես երբ որ հրավիրում եմ մասնակիցներին, իմ թիմին ասել եմ իմ ամենասիրելի զույգն են։ Ես էլ ասել եմ ամենաինտրիգային զույգերից մեկն է։ Չէ, ես ասել եմ իմ ամենասիրելի զույգն են, ասել եմ ամենաերիտասարդ, հետո պարզվեց, որ շատ երիտասարդ չեն, զուտ շատ փոքր են երևում երկուսն էլ։ Այսօր շատ հետաքրքիր դեպք է տեղի ունեցել իրենց մեջ, որի արդյունքում իրենք վաստակել են 40 coin, Արտուրը մոտ մի 7-8 րոպե ընդհանրապես չէր խոսում։ Թողնես ես խոսեմ խաղից։ Զուտ ասեմ, որ 140 coin դուք ունեիք, ճիշտ է։ Տեսնում եք։ Մի խաղադրույք կա, որը ոչ մի տղա չի արել։ Դա վերջին հորիզոնականն է։ Ես չգիտեմ ու հիմա ինձ շատ հետաքրքիր է, օրինակ, ինչ է մտածում Լիզան, որ խաղադրույքը ըստ քեզ չեն արել ոչ ոք։ Ոչ ոք դա չի արել, այդ թվում նաև Արտուրը, որը։ Առաջին։ Վստահ եմ։ Չգիտեմ, տենց եմ կարծում։ Տզիկ ենք։ Նաև։ Ինձ թվում է աղջիկ տղաներից ոչ մեկ այդքան վստահ չի առաջի տեղի վրա դնելու համար կոնկրետ այս փորձությունը։ Okay։ Արտուր, դու ինչ գիտես Լիզայի ֆոբիաներից, վախերից։ Գիտեմ, որ զզվող է ինքը։ Ֆոբիաներից դե նախորդ խաղից իմացանք ազատանկում։ Ինչ ես կարծում։ Ինքը ընդհանրապես ձեռքերը գոնե մցրել է այդ արկերի մեջ։ Մտածում հա։ Արտուր, որ հորիզոնականի համար ես խաղադրույք կատարել։ 3-րդ, 4-րդ։ Դու այսինքն դրել ես 3-րդ բոքսի վրա։ Անցել էր 4 րոպե, մոտավոր 25 հատ քար արդեն Լիզան հանգել էր։ Վերջում ուղղակի ինքը գնում էր էս կողմ, գալիս էր էս կողմ, բացառիկ ու բացահայտ առավելությամբ Լիզան հաղթել է։ Լսում եմ, որ Լիզան առաջ տեղն անգե, այդ բային սենց սաղ մեջովս դողում եմ, սենց ներվայնությունից չգիտեմ, նեղված էի շատ։ Աուրան ընենց լարված է, որ ինձ թվում է հեսա ուշքս կգնամ։ Գիտեք ինչ էր անում Լիզան, եկեք ես ասեմ, միտեղ լիքը ճիճուներ կար, ինքս ես մտավ ձեռքերով, սկսեց այսինք պրտում էր այս կողմ են կողմ ու տակից հանում էր քարերը։ Կեցես։ Ես շատ էի զարմացել, անկեղծ, ու ինքը անընդհատ խոսալով էր էդի անում, ինքը ամբողջ այդ պրոցեսը անում էր խոսալով։ Կեցես։ Բայց ամեն դեպքում այս նախագիծը գիտեք իրա մեջ ինչ հետաքրքիր բան ունի, ես վստահ եմ որ Անահիտը կհամաձայնվի ինձ հետ, մենք սկսում ենք միմյանց ճանաչել։ Մենք սկսում ենք առաջինի ինքնաճանաչումից։ Ճանաչում ենք մեզ ավելի լավ, հետո արդեն կողակցին։ Ես շատ հուսով եմ, որ այս նախագիծը շատ կօգնի ձեր բոլորի, ինչքան էլ լինեն կոնֆլիկտներ եւ անհամաձայնություն, բայց ամեն դեպքում ձեզ դա կտանի ավելի դեպի մտերմություն։ Հով ջան։ Ես միայն կարող եմ ասել, որ Լիլը առաջինն է եկել մասնակցել ու շատ ծիծաղելի կերպարեր ինքը։ Այդ պայքարի մեջ շատ ծիծաղելի էմոցիաներ ուներ, շատ։ Բայց չի հանձնվել, ճիշտ պայքարել եմ։
Տաններ, չէ՞, լիլեսն շատ հավեսներ, ասենց։ Հստակ եթե չեմ սխալվում, ասեց մեկի մեջ ինչ կա, բայց դեռ ձեռները մեջներ։ Հիշեցնեմ, որ աղջիկները երբ որ խաղադրույք կատարեցին, կար վերջին հորիզոնական։ Տղաների խաղադրույքի դեպքում ավելի կարևոր էր ճիշտ գրայելը եւ վերջին հորիզոնականը միավոր չէր վաստակում։ Առաջին հորիզոնականը կրկնապատկվում էր, երկրորդ բոքսում, երրորդ բոքսում դրված միավորները մնում էին նույնը։ Երկրորդ բոքսը, որը երկրորդ հորիզոնականն է, երրորդ բոքսը, որը երրորդ եւ չորրորդ հորիզոնականներն են։ Ստացվում էր այնպես, որ ստեղ գլխավորը ճիշտ գրահելը։ Միլա դու ինչքան միավոր էիր վաստակել։ 16։ 16։ Ով դու որտեղ էիր դրել խաղադրույքը։ Երրորդ եւ չորրորդ, երրորդ բոքսի մեջ։ Իսկ ինչ էր մտածում, երրորդ տեղ կգրավի թե չորրորդ տեղ։ Չորրորդ։ Չորրորդ։ Դու սխալվել ես։ Լիլը գրավել է երրորդ հորիզոնականը 13 միավորով, բայց ամեն դեպքում ձեր գումարը մնացել է ձեզ։ Ձեր խաղադրույքը աշխատել է։ Դուք ունենալով 80 կոին, ձեր 80 կոինին գումարվել է եւս 180-ը, եւ այս պահին դուք ունեք 260 միավոր, որով էլ դուք դառնում եք այսօրվա առաջատարը եւ ունեք իմունիտետ։ Շնորհավորում եմ ձեզ։ Նարեկ, որտեղն ես դրել դու քո խաղադրույքը, որ բոքսի վրա։ Օպրես արա ուրսո։ Մի քիչ ուշեր։ Ես դրել եմ երկրորդ բոքսի վրա, որ Դոնան կզբաղեցնի երկրորդ հորիզոնականը։ Ասեմ ավելին, խաղից հետո Դոնան նույնիսկ մտածում է, որ առաջինը կդնես։ Իրականում, հա, ուզում եմ ես առաջինը դնեմ, ուղղակի այդ էմոցիաները ես մտածեցի, որ ինքը մի հատ կուզենա ավելի շատ տեսնի, նոր փորձի, դրա համար երկրորդը դրեցի։ Քանի որ մենք էլ խորապես տեղյակ չենք ինչ էր ելնելու ունդե, դրա համար տենց մտածեցի։ Նարեկ Դոնան հանել է 9 քար, գրավել է 4-րդ հորիզոնական։ Կանգս։ Ապրես։ Մուժեր։ Նարեկ ու Դոնան նույնպես երկու խաղադրույքների արդյունքում միավոր չեն վաստակում, բայց դուք ունեք 100 կոին։ Ստացվում է այնպես, որ այս անգամ ձեր խաղադրույքը չստացվեց, բայց դրանից առաջ դուք արդեն վաստակել եք 100 կոին, դուք վտանգավոր գոտում չեք։ Այս պահին ունենք երկու մասնակից, ում միավորներն ամենացածրն են։ Երկուսն էլ երկու խաղերի արդյունքում չեն եղել դիպուկ։ Դա այդպես է ստացվում, առաջին զույգը Լիզա եւ Արթուր, երկրորդ զույգը Հրագ եւ Միլա։ Սիրելիներս, դուք նաև հավասար եք ձեր բոնուսային կոիններով, երկուսդ ունեք 40 կոիններ։ Մեր խաղի կանոնը այսպես է, որ միայն մեկ թիմ կարող է գնալ վտանգավոր գոտի վատագույն արդյունքը ցուցաբերելուց հետո, մյուսին պետքա լինի քվեարկություն։ Քանի որ Հովը եւ Լիլը ունեն իմունիտետ, Հովը եւ Լիլը կորոշեն, թե մի անգամից ով է գնում վտանգավոր գոտի։ Արթուրն ու Լիզան, թե Հրագն ու Միլան։ Միշտ չէ, որ դու գրավում ես կամ ունես արտոնություն կամ առավելություն, դա օգուտ քեզ է լինելու։ Երբ որ նրանք մտերմանում են, ես կադրից դուրս նրանց զգուշացնում էի, շատ մի մտերմացեք։ Դուք այսպես թե այնպես դուրս եք գալու միմյանց դեմ։ Դրա համար մեր թիմը ամեն ինչ կանի։ Դուք կարող եք լքել տարածքը, ձեզ կտանք 2 րոպե ժամանակ, վերադարձեք պատասխանով։ Իսկ մենք մինչև այդ ուզում եմ ցած լիցքա թափվենք, էլի։ Հետո կգանք դուք էլ մեր հյութից կօգտվեք։ Գնացեք, որոշեք, եկեք։ Քանի որ բավականին շոկ է ու մենք է բավականին լարված ենք, Հովն ու Լիլը մինչև կգան, ես առաջարկում եմ մեր գործընկերը, ով ներկայացնում է Վիտագո եւ Ջունիոր ըմպելիքները, այս պահին առաջարկում եմ հյուրասիրվենք, վերցրեք։ Մրգային թարմություն, բնական համ։ Այո, համադրության կատարելություն ես կասեի։ Ու ասեմ շատ համեղ է, դրա համար խնդրեմ, հյուրասիրվեք։ Ես ոչ ռազմավարություն չունեմ, հիմա որ որոշեմ, որ մեկին պիտի անենք։ Չգիտեմ։ Ինչ ես մտածում։ Պետք է sense տենից մեկին ընտրենք, չենք կարող։ Ամենից ավելի քան վատ է, շատ վատ է ես կասեի։ Երեխեք նաև ուզում են իմանալ, որ սա առանց կոնսերվանտների ու առանց արհեստական քաղցրացուցիչների է, դա մար հանգիստ խմեք։
Հովն ու Լիլը այնտեղ մտել են դիսկուսի մեջ շատ երկար։ Օքշեմը քեզ Հիմա բայց չկորը։ այսինքն մենք եթե մեկին ընտրենք, Ինքը դուրս է գալու խաղ։ հետո քվեարկության արդյունքում մի օգու էլ ընտրելու են, ով որ գնալու է իրանց հետ խաղալու։ Արի ուժեղին ընտրենք։ Նա ասած գովազդային տեքստ ասեմ, էլի Վիտագո ջունիորը հատուկ ստեղծված է Արորյան ավելի թարմացնելու, ավելի շատ էներգիա տալու համար, հենց որ թարմություն ստացեք, էներգիա ստացեք, որովհետև հեսա միմյանց դեմ քվեարկելու եք։ Իսկ դու ինչ ես մտածում։ Ես ոչինչ չգիտեմ ինչ լոգիկայով առաջնորդվում։ Ահա որ դժվար ու ծանր որոշում է մեզ սպասվում։ Ով եւ Լիլը վերադարձան, դուք էլ կխնդրեմ Վիտագո եւ ջունիորի պելիկտենից օգտվեք։ Ով է բարձրաձայնելու։ Ես կասեմ, փորձեմ լինեմ կարճ։ Նախ ուզում ասեմ, որ Arm Games-ից թափը, Արամ ջան դուք, ես չգիտեմ այդ ինչ հմտությունով պետք է օժտված լինեք, որ այտենց նման մարդկանց ընտրեք իրար հավաքեք, սենց ընկերացնեք, որովհետև այս մարդկանց ես այս քանի օրվա մեջ կարծես ամբողջ կյանք ճանաչում եմ։ Իմ հարազատներն են, ես չգիտեմ։ Երկրորդ բանը, որ ուզում եմ ասեմ, իմ կինն ինձ արդեն տարիներ շարունակ ճանաչում է, 17-16 թվականից։ Ինքը ինձ լացելուց չի տեսել, բայց ես ասենք հիմա այդ վիճակի մեջ եմ։ Պրոստը իմ էմոցիաները կարող է տենց չարտահայտեմ, բայց հենց հիմա այսպես իմ մեջից պատրվում եմ։ Շատ երկար մտածեցինք ու բնականաբար բոլորը ճանաչում են մեզ, մենք գիտենք, որ մենք ցաղին շատ ենք սիրում ու հիմա քանի որ ստեղծվել է նենց իրավիճակ, որպեսզի կիսա արդարացի լինի, կիսա ոչ։ Չեմ ուզում բոլորի որոշման վրա ազդեմ, բայց ուզում եմ առաջարկեմ մի բան, մենք ընտրենք մի զույգ, իսկ մյուս զույգին քվեարկեն երեխեքը, քանի որ երկուսն հավասար միավոր են ընտրել։ Հիմա մնացածը արդեն կթողնենք ձեր դատին։ Արտուրը ուժեղ է։ Հետո խոսացել ենք թիավարության հետ կապ ունի։ Դե Լիզան նա ինչքան լավ բանանում է, ամեն ինչը, տես այդ քարերը բանը ինչքան լավ է ինքը հանում։ Ստացում որ շուտ փորձություն տան իրանց կհաղթեն։ Ես ուզում եմ, որ մեր քվեարկությանը մենք իրանց ճիշտ է, ոչ մեր կամքով ուղարկում ենք այդ վտանգավոր գոտի, բայց իրանք պատվով դուրս կգան այդ ամեն ինչից, քանի որ մենք իրանց ուժերին շատ ենք հավատում, քան ավելի քան մեր։ Քվեարկության մտնելու պահից սկսած մի բան ոնց որ ես գայ, որ մենք այսօր հելնելու ենք։ Ես եմ։ Չգիտեմ, 6-րդ ձայնը։ Ես զգում եի, որ գալու են ու մեզ քվեարկեն վտանգավոր գոտի։ Շատ լավ, ձեր այս որոշումը, որ նա ընտրություն կայացնել Լիզայի Արտուրի ընդունված է, Արտուրն ու Լիզան այս պահին վտանգավոր գոտում են։ Հաջորդ ինֆորմացիան, որ դու ասեցիր, ես դա մեծ չեմ կարող մտնել, մենք հիմա ունենալու ենք ուղղակի քվեարկություն, որտեղ յուրաքանչյուր մասնակից ունի իր ազատ կամքը ընտրություն կայացնելու համար։ Ասեմ, որ մինչև վտանգավոր խաղ գնալը դեռևս մեկ փորձություն է սպասվում ձեզ։ Չեն կարող քվեարկվել Հովոն եւ Լիլը, որտեղ ունեն իմունիտետ, չեն կարող քվեարկվել Արտուրն ու Լիզան, որտեղ արդեն վտանգավոր գոտում են։ Մնացած բոլոր մասնակիցները քվեարկվում են։ Արտուրը, Լիզան, Հովը եւ Լիլը նույնպես քվեարկելու են։ Քվեարկությունը կսկսվի եկեք իմ հակառակ կողմից։ Տոնա, Նարեկ զույգը։ Ամենադժվար ստարտը, ոնց հասկացա, մեր վրա մնաց ու Հովոն էլ ոնց նշեց, այս կարճ ժամանակում իրոք ընկերացել ենք։ Ձեր որոշումը։ Ես չեմ ուզում այդ պատասխանատվությունը իմ վրա վերցնեմ, ավելի լավ է ուղղակի ես պարզապես հակառակ կընտրեմ այս մեթոդը ժողովուրդ։ Ես չեմ կարող։ Ձեր ազատեք եւ Դա ձեր որոշումն է։ Արամած եւ Աննան ունեն մեկ միավոր։ Հովլիլ։ Հա։ Իրականում մեր որոշումը ակնհայտ է ինձ թվում է նախորդ Հովոյի նշածից։ Մենք նկատի ունենք, որ որպեսզի ամբողջ ծանրությունը չմնա որոշման մեզ վրա միայն, մենք ընտրության ժամանակ, քվեարկության ժամանակ ընտրենք Հրագին ու Միլային ու լինի հավասար իրենց ինչպես միավորները, նաև պայքարը։ Շատ լավ։ Միլայև Հրակ զույգը ունի մեկ միավոր։ Հիմա ես կհրաժարվեմ, որպեսզի Արտուրը եւ Լիզան բարձրաձայնեն, որովհետեւ այստեղ ավելի եմ ես թեժացնում։ Աննա Արամաստ, կարծում եմ
ձեր որոշումը ես այս բանին կլսեմ։ Ես վերջում եմ թողելու Արթուրին եւ Լիզային։ Խառնում ենք։ Ժողովուրդը միանշանակ նույն համակարգն է, որովհետեւ այստեղ նեղանալու կամ բան ուղղակի խնդիր չկա, ուղղակի սենց ավելի հանգիստ եմ ես, էլի։ Okay, ձեր որոշումը։ Դոնա Նարեկ։ Պատասխանը եկավ, նույնպես ռանդոմ քվեարկվեց ձեր դեմ։ Արդարը։ Ստացվում է այսպես. 1 միավոր Դոնա Նարեկ, 1 միավոր Աննա Արամաստ, 1 միավոր Միլաև Հրակ։ Միլաև Հրակ, ձեր որոշումը։ Մենք քվեարկենք, դե արդեն գիտենք, որ մոտիկ ենք, ընկերներ ենք, նեղանալու բան չկա, մենք կքվեարկենք այն մասնակցին, ովքեր քվեարկեցին մեզ անցած անգամ։ Ես պատահականության սկզբունքով ուղղակի ընտրում եմ։ Բայց դու մի ասա, իրանք մուռ էին պահել մեր վրա, որ մենք առաջին թողարկման իրանց դեմ էինք քվեարկել։ Այս ընդհանրապես ասում եմ, մի հատ կյանքի մի հատ փոքր էլի փորձ է, որը եւս ես սովորեցի ու ես մենակ ուրախ եմ, հա դրա համար իրոք ուրախ եմ։ Դոնա Նարեկ։ Նարեկն ու Դոնան նորից ունեն վտանգ, որ կհայտնվեն վտանգավոր գոտում։ Լիզա Արտուր, ձեր որոշումը։ Էլի ռանդոմ։ Okay։ Դուք եք վտանգավոր գոտում հայտնվել իրականում։ Ու դուք այս բանին կարող եք որոշել, թե ովքեր են ձեզ հետ գալու։ Դա Դոնա Նարեկ զույգն է։ Դեմ ավատում։ Երկրորդ անգամ։ Լսել եք հարաբերակցության տեսության մասին ընդհանրապես։ Ես շատ լավ գիտեմ։ Ուրեմն ես ուղղակի չբարձրացնեցի հերոստատիտողի համար։ Երբ որ Դոնա Նարեկ Վիվտաշարման պայքարի ժամանակ հաղթեցին Դոնան ու Նարեկը, ես ասացի, որ մի հնարավորություն կա, որ Արմանը եւ Վիվտաշը կարող են վերադառնալ խաղ։ Դա միայն այն դեպքում կարող է լիներ, եթե Նարեկն ու Դոնան նորից հայտնվեին վտանգավոր գոտում։ Եթե նույն մասնակցին ռանդոմ թե ուղղակի ձևով քվեարկում են 2 անգամ, ես տալիս եմ իրանց հնարավորություն ընտրություն կայացնելու։ Եթե դուք հիմա ընտրում եք Վիվտաշարման զույգը, դուք նորից մրցելու եք իրանց դեմ, իսկ Լիզան ու Արտուրը լքելու են նախագիծը։ Եթե դուք ընտրում եք Լիզային ու Արտուրին, որ մրցեք իրենց դեմ, Վիվտաշն ու Արմանը այլևս էլ չեն կարող վերադառնալ նախագիծ։ Ես ուզում եմ ասել, որ միակ տարբերակը սա էր։ Որևէ մեկը չէր կարող այդ որոշումը կայացնել, որովհետև միայն դուք եք, որ անկախ ռանդոմ թե ուղղակի քվեարկության արդյունքում հայտնվել եք 2 անգամ իրար հետևից վտանգավոր գոտում։ Հիմա պետք է լսենք ձեր որոշումը, որից հետո տեղափոխվենք վտանգավոր գոտի։ Ինձ թվում է պատասխանը միանշանակ մրցում ենք Լիզայի ու Արտուրի հետ։ Ձեր պատասխանը ընդունվեց, ցավոք սրտի բոլոր այն հերոստատիտողների համար, ովքեր երկրպագում էին Վիվտաշին եւ Արմանին, այս հնարավորությունը կար, ըստ թվում է սա արդարն է։ Այլևս չկա։ Դե հաջողություն ենք մաղթում Նարեկ Դոնա, Արտուր Լիզա զույգերին եւ նաեւ շնորհավորում ենք Հովլիլ, Արամազդաննա, Հրակ Միլա զույգերին։ Դուք արդեն կիսաեզրափակում եք, իսկ ձեզնից թե ով կանցնի կիսաեզրափակիչ, բարձ կլինի վտանգավոր խաղից հետո։ Գիտես չէ, որ ինձանից հետո երեխեքի խաղերը որ տեսա, որ քիչ են հանում։ Մի անգամից իմացա, որ մենք կրվել ենք, որովհետև դու հաստատ առաջինը չէիր դնելու։ Ես ասեցի ինձ Ու ես հենց այդ էմոցիաներով էլ մտա ներս, որ արդեն գիտեի էլի գլխներից գալիքը։ Ես էլ ես զգում եմ սա քո դեմքը որ տեսես ժոգի որ դու ասած։ Մի բան գիտեմ։ Այն որ ահավոր էր, բայց ես շատ նեղվա որ տեսա դու առաջի տեղ ու ես դրել եի երրորդ տեղը ինձ ահավոր էր էլի։ Դե նենց փորձություն էր, որ չէի կարա գուշակեի ես որ տեղը կընկնեմ, դրա համար տենց տար։ Հա։ Դե լավ, մեղավորությունը իններ էս դեպքում արի քեզ տամ։ Հա։ Հա։ Շատ համվա։ Դա լավ այս մարոշին տեղը գոնե կանի։
Դե ինչ մենք արդեն այն տարածքում ենք, որտեղ վարկյաններ անց կսկսվի վտանգավոր գոտու խաղը, իրար դեմ մրցելու են Լիզան եւ Արթուրը, ովքեր հայտնվեցին այստեղ քվեարկության բաց քվեարկության արդյունքում, Լիլի եւ Հովի թեթև ձեռամբ եւ իհարկե կրկին Դոնան ու Նարեկը։ Դոնան ու Նարեկը արդեն փորձառու են մեկ անգամ հաղթարել են այս փուլը, ասեմ որ նորից Դոնան եւ Նարեկը մեծ փորձության են ենթարկվելու, իսկ Արթուրն ու Լիզան առաջին անգամ, այսպես ասած, կընկնեն այս փորձության մեջ։ Արդեն խաղը սկսում ենք, ես ուզում եմ հիշեցնել, որ մեր նախագիծն ունի գլխավոր հովանավոր Blackstone Travel, որը հաղթող զույգին ուղարկելու է դեպի ֆանտաստիկ Իսպանիա։ Ամեն ինչ պատրաստ է, մենք սկսում ենք։ Հիշեցնեմ, որ նրանք բոլոր զույգերը մրցում են Իսպանիայի ուղևորության համար։ Իսկ Իսպանիայի ուղևորությունը տրամադրում է Սիրախաղ նախագծի գլխավոր հովանավոր Blackstone Travel-ը։ Blackstone Travel-ը նաև կապահովի մասնակիցների վիզաները դեպի Իսպանիա, դեպի Եվրոպա, որպեսզի նրանք նեղություն չքաշեն, միայն նեղություն քաշեն նախագծի ընթացքում։ Դետեցնենք, թե այսօր վտանգավոր գոտուց ով կգնա դեպի նախագիծ նորից եւ ով կարժանանա արդեն ուղևորությանը գլխավոր մրցանակին։ Տղաները գլխի վրա ներքև կախված, ոտքերը կապված, մի հատ մեծ արկղ է, որի մեջ ծայրից ծայր ջուր է։ Գլուխս էս մտնում է մեջը ջրի։ Մյուս կողմում բոճկաներ են, որտեղ տակը վինտիլ կա, որը բացում է, ջուրը թափվում է։ Հենց ջուրը թափվում է, տղաները ընկնում են ներսը։ Հենց ջուրը շատանում է, տղաները բարձրանում են։ Աղջիկները պետք է արագ փորձեն ջուրը լցնել։ Եթե չեն հասնում, տղեկը ընկնում են ջրի մեջ ու կարող են նույնիսկ խեղդվել։ Դե ինչ օդում, ջրում, ցամաքում սիրեք ու փրկեք իրար։ Փորձությունը սկսված է։ Գնացինք։ Հանեք։